Շքեղ սրահում մի տղամարդ բոլորովին մենակ դիտում էր տոնող վերնախավին։ Ոչ մի կին չցանկացավ նրա հետ պարել, մինչ որ մի երեխա հայտնվեց մեկնեց ձեռքը։ Այս անսպասելի ժեստը խախտեց տարիների մենությունը վառեց մի բան, որը նա կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Գիշերն իջնում էր Երանի վրա, լույսերով ցանված մուգ թավշյա թիկնոցի պես, կենտրոնի սրտում գտնվող մեծապալատ հյուրանոցը փայլում էր մայրաքաղաքի մեջ ադամանդի պես։ Սա այն գիշերներից մեկն էր, երբ Երանյան էլիտան հավաքվում էր տոնելու իր իսկ առատաձեռնությունը, այս անգամ Մանուկյան մշակութային հիմնադրամի անունից մի կառույց, որը արվեստ-կրթություն էր հասցնում անապահով համայնքներին։ Գլխավոր սրահը զարդարված էր ներկրված սպիտակ ծաղիկների փնջերով, բյուրեղյա ջահերն իրենց լույսն էին արտացոլում սմոքինգներով միջազգային բրենդների զգեստներով հյուրերի վրա, իսկ Լարային Քարյակը ֆոնին Մոցարտ էր նվագում, ստեղծելով կատարյալ երաժշտական ուղեկցություն բարեգործության կարգավիճակի այդ բեմադրության համար։ Խորեն Մանուկյանն անցնում էր կեղծիքի այդ ծովով նույն այն արտահայտությամբ, որը կրում էր տարիներ շարունակ քաղաքավարի կիսաժպիտ, որը թաքցնում էր նրա կրծքում բնակվող խորը դատարկությունը։ Նրա վերջին սերնդի զուսպ շքեղությամբ էլեկտրական սայլակը սահում էր սրահի իտալական մարմարի վրայով, կարծես լուր շքերթի մաս լիներ։ Մարդիկ ճանապարհ էին տալիս, երբ նա անցնում էր, ոչ թե անկեղծ հարգանքից, այլ այն տեսակի անհարմար երկյուղածությունից, որը ցուցաբերում են խղճահարություն ներշնչող մեկի հանդեպ։ Խորենը զգում էր հայացքները, միշտ նույն հայացքները, լցված նրա հարստության հանդեպ, հիացմունքի նրա ֆիզիկական վիճակի հանդեպ, կարեկցանքի խառնուրդով։ Ոչ ոք նրան չէր նայում էին սայլակին, սահմանափակման խորհրդանիշին, բայց երբեք այնտեղ նստած մարդուն։ 42 տարեկանում Խորենը մի կայսրության ժառանգ էր, որը պապը սկսել էր կառուցել դեռ Լիբանանում, նախքան 70-ականներին Հայաստան տեղափոխվելը։ Մանուկյան ընտանիքը հաջողության հոմանիշ էր ներմուծման, արտահանման տեխնոլոգիաների ոլորտներում։ Երբ 15 տարի առաջ նրա ծնողները մահացան ավտովթարից, Խորենը, ընդամենը 27 տարեկանում, ստանձնեց բիզնեսը, ցուցաբերելով ռազմավարական տեսլական, որը տպավորեց նույնիսկ ամենախիստ թերահավատներին։ 5 տարի շարո։ Մնաք նա հայկական կորպորատիվ աշխարհի երիտասարդ հրաշամանուկն էր, այն հայ գործարարը, որը համատեղում էր ընտանեկան ավանդույթները շուկայական նորարարության հետ։ Բայց հետո տեղի ունեցավ երկրորդ վթարը, այն մեկը, որը փոխեց ամեն ինչ։ Գործուղում դեպի սանի ճանապարհ, անձրից թաց ճանապարհ, կառավարումը կորցրած բեռնատար։ Խորենը ողջ մնաց, բայց ոչ նրա ողնուղեղը։ Այդ օրվանից սայլակը դարձավ նրա անբաժան ուղեկիցը, դրա հետ եկան փոփոխություններն այնձի մեջ, թե ինչպես էր աշխարհը նրան տեսնում։ Բիզնեսի հրաշամանուկից նա դարձավ խեղճ միլիոնատեր, տոկունության օրինակ, որին մարդիկ օգտագործում էին մոտիվացիոն ելույթներում, բայց ում իրականում ոչ ոք իրեն հավասար չէր տեսնում։ Կանայք, որոնք նախկինում պայքարում էին նրա ուշադրության համար միջոցառումներին, անհետացան արի տակ մառախուղի պես։ Ընկերները կամաց-կամաց հեռացան, անկարող լինելով հարմարվել նոր իրականությանը։ Իսկ նա, չափազանց հպարտ ընկերակցություն մուրալու համար, սովորեց ժպտալ ձացնել, թե դա իրեն չի հուզում։ Այդ գիշեր Խորենը դիտում էր սրահի կենտրոնում պարող զույգերի։ Տղամարդիկ կանայք շարժվում էին դասական երաժշտության հնչյունների ներքո, մարմինները միահյուսված վալսի մեջ, որը կարծես այլ դարի պատկաներ։ Նա հիշում էր, թե երբ էր ինքը պարում, երբ իր ոտքերը ամուր դիպչում էին գետնին, ձեռքերը վստահորեն բռնում էին կնոջ գոտկատեղը։ Այժմ այդ հիշողությունները կարծես պատկանում էին մեկ այլ մարդու, մի Խորենի, որը մնացել էր անձրից թաց ճանապարհին։ Նա հայացքը շեղեց պարահրապարակից, կրծքի սեղմոցն անտանելի դարձավ, սկսեց շարժվել դեպի ապակե պատուհանները, որոնք քաղաքի համայնապատկերային տեսարան էին բացում։ Երանը տարածվում էր նրա արջ բետոնի լույսի օվկիանոսի պես, միլիոնավոր կյանքեր միաժամանակ տեղի էին ունենում ներքում, յուրաքանչյուր վառվող պատուհան ներկայացնում էր մի պատմություն, մի երազանք, մի ցավ։ Խորենը ճակատը հպեց սառը ապակուն, փակեց աչքերը, թույլ տվեց, որ երաժշտությունն ու ձայները ֆոնին դառնան ընդամենը հեռավոր աղմուկ։ Միշտ այսպես էր այս միջոցառումներին։ Նա ներկա էր լինում, քանի որ դա սպասվում էր նրանից, քանի որ հիմնադրամը կրում էր նրա անունը, քանի որ բացակայությունը կնկատվեր։ Բայց նա երբեք իսկապես չէր պատկանում այդտեղ, միշտ այնտեղ էր որպես զարդարանքի մի կտոր, մի բան, որի վրա մարդիկ մատնացույց կանեին, կասեին, որ մասնակցել են ներառական միջոցառման։ Հենց այդ պահին նա իր կողքին ներկայություն զգաց։ Խորենը բացեց աչքերը ներք նայելով, հանդիպեց մի փոքրիկ աղջկա դեմքին, որը 5-6 տարեկանից ավելի չէր լինի։
Նա հագել էր բամբակյա պարզ զգեստ, բաց վարդագույն ծաղկավոր նախշերով, որը բոլորովին տեղին չէր երեկոյան զգեստների մեջ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին երկու պոչիկների մեջ, որոնք օրորվում էին, երբ նա դիտում էր Խորենին մաքուր հետաքրքրասիրությամբ, առանց խղճահարության կամ անհարմարության որե նշույլի։ Նրա մուգ աչքերը փայլում էին այն լույսով, որը միայն երեխաներն ունեն, աշխարհն առանց մեծահասակների կրած ստիճների տեսնելու այդ ունակությամբ։ Աղջիկը ժպտաց նրան, լայն ու անկեղծ ժպիտ, որը հասավ նրա աչքերին, Խորենը զգաց, թե ինչպես իր կրծքում մի բան շարժվեց, մի բան, որը նա վաղուց չէր զգացել։ Նա չէր նայում Սայլակին, չէր հաշվարկում, պետք է խղճա, թե հիանա, պարզապես նայում էր նրան, կարծես նա սովորական մարդ լիներ։ Աղջիկս մեկ քայլ առաջ արեց, գլուխը մի կողմ թեքեց հմայիչ ծով, ապա իր թմբլիկ ձեռքը մեկնեց դեպի Խորենը։ Ինձ հետ կպարես, ասաց նա բարակ ու պարզ ձայնով, կարծես դա աշխարհի ամենաակնհայտ բանը լիներ։ Ժամանակը կարծես կանգ առավ։ Խորենը բոլորովին անշարժացավ, նայելով իրեն մեկնված այդ փոքրիկ ձեռքին, անկարող հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նրանց շուրջը որոշ մարդիկ սկսեցին նկատել տեսարանը։ Զրույցներն ընդհատվեցին, հայացքներն ուղղվեցին դեպի պատուհանը, որտեղ հայ գործարարին բարի էր հրավիրում մի երեխա, որն ակնհայտորեն չէր պատկանում այդ միջավայրին։ Սկսվեցին շշուկները, որոշ սփված ծիծաղներ շամպայնի բաժակների հետից, որոշ դատապարտող հայացքներ։ Բայց Խորենը ուշադրություն չէր դարձնում այդ ամենին։ Նա խրված էր այդ պահի մեջ, այդ պարզ հրավերի մեջ, որն այնքան խորը իմաստ էր կրում, որ նա հազիվ էր կարողանում շնչել։ Երբ էր վերջին անգամ, որ մեկը նրան ձեռք էր մեկնել առանց երկրորդ մտքի։ Երբ էր վերջին անգամ, որ ինչ-որ մեկը նրան վերաբերվել էր պարզապես որպես մարդու, առանց նախ տեսնելու Սայլակը, փողը, սահմանափակումը։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա պայքարում էր զսպելու, նա մեկնեց իր ձեռքը, իր մատներով փաթաթելով այդ փոքրիկ ու տաք ձեռքը։ Մեծ հաճույքով քեզ հետ կպարեմ, պատասխանեց նա, ձայնը սպասվածից ավելի խռպոտ դուրս եկավ։ Աղջիկը ծիծաղեց, բյուրեղյա մի ձայն, որն արձագանքեց նրանց շուրջը ձավորված լռության մեջ, սկսեց շարժվել։ Նա պտտվում էր Սայլակի շուրջ, բռնած Խորենի ձեռքը, կոնքերը երաժշտության ռիթմով այս ու այն կողմ օրորելով։ Դա տեխնիկական կամ բեմադրված պար չէր, այլ ուրախության մաքուր արտահայտություն, այն տեսակի շարժում, որը բնականորեն ծնվում է, երբ երջանիկ ես։ Իսկ Խորենը, դեռ բռնած նրա ձեռքը, սկսեց Սայլակը փոքր շրջաններով շարժել, հետելով աղջկա ռիթմին։ Նա շարժում էր մարմինը, թափահարում ուսերը, վթարից հետո առաջին անգամ թույլ տալով, որ իր մարմինը արձագանքի երաժշտությանը, առանց ամոթի կամ ինքնագիտակցության։ Աղջի կն ավելի ու ավելի բարձր էր ծիծաղում, ոգորված, Խորենը նկատեց, որ ինքն էլ է ծիծաղում, իսկական ծիծաղ, որը գալիս էր կրծքի խորքից, կոտրելով տարիների զսպվածությունը։ Մի քանի կախարդական րոպե նա Սայլակով գործարար չէր, միլիոնատեր ժառանգ չէր, Երանյան էլիտայի խեղճը չէր։ Նա պարզապես մի մարդ էր, որը պարում էր մի երեխայի հետ, ով նրա մեջ սահմանափակումներից այն կողմ մի բան էր տեսել։ Երբ երաժշտությունն ավարտվեց, աղջիկը չափազանցված խոնարհում արեց, ինչպես մուլտֆիլմերի արքայադուստրերը, Խորենը ծափահարեց, այնպես ժպտալով, որ դեմքը ցավում էր, թե որքան էին մկանները վարժվել այդ արտահայտությունից։ Սրահը կամաց-կամաց վերադարձավ իր բնականոն հունին, զրույցները վերսկսվեցին, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Խորենը կրծքում մի թեթություն էր զգում, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Հենց այդ պահին մի կին վազելով հայտնվեց սրահում, նրա շտապողական քայլերն արձագանքում էին մարմարի վրա։ Նա հագել էր հյուրանոցի մաքրության թիմի կապույտ համազգեստը, նրա մազերը հավաքված էին ամուր կոկոնի մեջ, իսկ դեմքին հուսահատության վախի խառն ուրտ կար։ Նա մոտեցավ աղջկան ուժգին քաշեց նրան, բռնելով ուսերից, մինչդեռ խորը խոնարհվեց Խորենի ուղղությամբ։ Ներեցեք, պարոն, խնդրում եմ, շատ եմ ներողություն խնդրում, կինը շփոթված արտասանում էր բառերը, ձայնը դողում էր։ Նա չպետք է այստեղ լիներ, ես խնդրել էի, որ նա մնա ծառայողական տարածքում, բայց նա հետաքրքրասեր է փախել է։ Խնդրում եմ, մի զեկուցեք սա ղեկավարությանը, ինձ շատ է պետք այս աշխատանքը, խնդրում եմ։ Խորենը սեղմված սրտով դիտում էր տեսարանը։ Կինը դողում էր, նրա շագանակագույն աչքերը փայլում էին չթափված արցունքներով, նա կարող էր տեսնել իրական վախը դրոշմված նրա դեմքին։ Դա այն մարդու վախն էր, ով ապրում է լարախաղացի պես, ով գիտի, որ մեկ սխալը կարող է նշանակել ընտանիքի ապրուստը կորցնել։ Աղջիկն իր հերթին շփոթված նայում էր մորից Խորենին, չհասկանալով, թե ինչու են իրեն նախատում այնպիսի պարզ բան անելու համար, ինչպիսին ինչ-որ մեկին բարի հրավիրելն է։
Ներողություն խնդրելու ոչինչ չկա, մեղմ ասաց խորենը, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Ձեր դուստրն այսօր ինձ նվեր տվեց, մի բան, որը ես վաղուց չէի ստացել։ Ես եմ, որ պետք է շնորհակալություն հայտնեմ։ Կինը բարձրացրեց աչքերը, զարմացած, կարծես չէր կարողանում հավատալ լսածին։ Պարոն, սկսեց նա, բայց խորենը բարձրացրեց ձեռքը, նրբորեն ընդհատելով նրան։ Ձեր անունն ի՞նչ է, հարցրեց նա։ Անահիտ, պարոն։ Անահիտ Սարգսյան։ Իսկ ձեր դոստրը։ Յուլիա, պատասխանեց նա, ձայնը դեռ անվստահ էր։ Խորենը նայեց աղջկան, որն այժմ նորից ժպտում էր, ըստ ելույթին արդեն մոռացած լարված պահը։ Յուլիա, կրկնեց նա, համտեսելով անունը։ Գեղեցիկ անուն է։ Եվ դու հրաշալի պարուհի ես, Յուլիա։ Աղջիկը փայլեց գովասանքից, նրբորեն ազատվելով մոր բռունցքից։ Դու էլ ես լավ պարում, ասաց նա մանկական անկեղծությամբ։ Կարող եմ նորից գալ քեզ հետ պարելու։ Անահիտը պատրաստվում էր նորից նախատել դստերը, երբ խորենը խոսեց, նրա ձայնը հաստատուն, բայց մեղմ էր։ Ես դրան շատ կուրախանայի, Յուլիա։ Իսկապես շատ։ Ապա նա նայեց Անահիտին։ Դուք աշխատում եք մաքրման ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում այստեղ, հյուրանոցում։ Այո, պարոն, պատասխանեց Անա։ Հիտը, դեռ լարված։ Քանի տարի եք աշխատում ընկերությունում։ 3 տարի, պարոն։ Ես երրորդ կողմի մաքրուհի եմ, աշխատում եմ միջոցառումներում գրասենյակներում։ Խորենը մտածկոտ գլխով արեց։ Առաջիկա օրերին իմ թիմից ինչ-որ մեկը կապ կհաստատի ընկերության հետ։ Մի անհանգստացեք, բացասական ոչինչ չկա։ Ընդհակառակը։ Անահիտը նայեց նրան չհասկանալով, բայց նախքան նա կկարողանար որևէ բան հարցնել, միջոցառման կազմակերպիչներից մեկը մոտեցավ, խնդրելով խորենի ուշադրությունը հովանավորների հետ լուսանկարվելու համար։ Նա գլխով արեց Անահիտին ու Յուլիային, հրաժեշտ տալով, բայց նրա աչքերը հետում էին նրանց, մինչ մայրը դստերը հետ էր տանում միջոցառման կուլիսներ։ Այդ փոխազդեցության մեջ, բարի այդ մաքուր հրավերի մեջ ինչ-որ բան կար, որը նրա մեջ արթնացրել էր մի զգացում, որը նա կարծում էր, թե թաղել է իր հին կյանքի հետ միասին։ Միայնություն։ Նա խորապես մենակ էր, տարիներ շարունակ ձացնում էր, թե դա նշանակություն չունի։ Գիշերվա մնացած մասն անցավ դատարկ զրույցների ստիպողաբար ժպիտների մշուշի մեջ։ Խորենը կատարեց իր հյուրընկ։ Ալիդերը ելույթ ունեցավ մշակույթի կրթության կարողության մասին, շնորհակալություն հայտնեց հովանավորներին տասնյակ լուսանկարների համար կեցվածք ընդունեց, որոնք կհրապարակվեին հասարակական ամսագրերում, ներառականության սոցիալական պատասխանատվության մասին գովասանական մակագրություններով։ Բայց նրա միտքն այլ տեղ էր, վերապրելով Յուլիայի հետ բարի այդ կախարդական րոպեները, հիշելով աղջկա անկեղծ ժպիտը մոր աչքերում եղած խորը վախը։ Երբ վերջապես վերադարձավ իր պենթհաուս մաշտոցի պողոտայում, արդեն կեսգիշերն անց էր։ Բնակարանը մինիմալիստական դիզայնի գլուխգործոց էր, ամբողջությամբ զարդարված մոխրագույնի, սպիտակի չժանգոտվող պողպատի երանգներով։ 300 քառակուսի մետր մաքուր շքեղություն, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնք քաղաքի 180 աստիճանի տեսարան էին բացում։ Բայց դա սառը, անկենդան, անհոգի տարածք էր։ Պատերին անձնական լուսանկարներ չկային, պատմություններ պատմող իրեր չկային, ամեն ինչ կատարելապես համակարգված անդեմ էր, կարծես այդ վայրն ավելի շատ ցուցափեղ կլիներ, քան տուն։ Խորենն ատեց վարորդին օգնականին, որոնք միշտ ուղեկցում էին նրան, ասելով, որ ցանկանում է մենակ մնալ։ Նա գնաց հյուրասենյակի պատուհանի մոտ կանգնեց այնտեղ, նայելով քաղաքի լույսերին, մտովի վերապրելով այդ անհավանական բարի յուրաքանչյուր պահը։ Այդ երեխայի մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր նա ամբողջովին անտեսել բոլոր սոցիալական կանոնները, պարզապես նրան վերաբերվել որպես սովորական մարդու, ինչ-որ բան կար։ Յուլիան չէր տեսել սայլակը, չէր հաշվարկել նրա զուտ կարողությունը, չէր խղճացել։ Նա տեսել էր պատուհանի մոտ կանգնած մենակ մարդու առաջարկել էր ընկերակցություն ամենամաքուր ձով։ Իսկ նրա մայրը, Անահիտը։ Այն ձև, որով նա աղաչել էր չկորցնել աշխատանքը, հուսահատությունը նրա ձայնում, այն ձև, որով նա պաշտպանել էր դստերը նույնիսկ վախի մեջ։ Խորենը ճանաչում էր այդ տեսակի քաջությունը, նրանց լուռ քաջությունը, ովքեր ամեն օր պայքարում են պարզապես գոյատելու համար։ Դա այնքան տարբեր էր այն քաջությունից, որը էլիտայի մարդիկ ձացնում էին, թե ունեն, այն բեմադրական քաջությունից, որը երբեք իրական դժվարությունների չի բախվել։
Իդ գիշեր, մենակ իր շքեղ, բայց դատարկ պենթհաուսում, Խորեն Մանուկյանը որոշում կայացրեց։ Նա հստակ չգիտեր, թե ուր կտաներ իրեն այդ որոշումը, բայց գիտեր, որ չի կարող թույլ տալ, որ այդ պահն անցնի առանց ինչ-որ բան անելու։ Տարիների մեջ առաջին անգամ նա հույսի մի շող զգաց, այն վտանգավոր զգացողությունը, որ գուցե կյանքը դեռ կարող է զարմացնել իրեն։ Հաջորդ առավոտ, հենց որ հասավ Մանուկյան ընտանիքի կորպորատիվ շենքի գրասենյակ, Խորենը կանչեց իր անձնական օգնականին, Հեղինեին, 50 տարեկան արդյունավետ մի կնոջ, որը նրա հետ աշխատում էր ավելի քան մեկ տասնամյակ։ Հեղինե, ասաց նա, պետք է կապ հաստատես մաքրման ընկերության հետ, որը երեկվա միջոցառմանը ծառայություններ էր մատուցում։ Ինձ տեղեկություններ են պետք Անահիտ Սարգսյան անունով աշխատակցուհու մասին։ Հեղինեն գրի առավ առանց հարցեր տալու, սովոր լինելով իր ղեկավարի տարբեր խնդրանքներին։ Որ է բողոք, պարոն Խորեն։ Ոչ, բնավ։ Պարզապես հիմնական տեղեկություններ։ Աշխատանքային ստաժ, գնահատականներ, այդպիսի բաներ։ Հեղինեն դուրս եկավ առաջադրանքը կատարելու խոր։ Էնը մնաց մենակ իր գրասենյակում, ազնվափայտ կահույքով բիզնեսի ու փիլիսոփայության մասին գրքերով լի դարակներով ընդարձակ միջավայրում։ Նա սայլակը շրջեց դեպի պատուհանը, դիտելով ներքում գտնվող Աբովյան փողոցի խելահեղ շարժը։ Մարդիկ շտապ քայլում էին, մեքենաները ազդանշան էին տալիս, կյանքը շարունակվում էր իր քաոսային անողոք ռիթմով։ Իսկ նա վերում էր այդ ամենից առանձնացված զրահապատ ապակիներով մետրերի հեռավորությամբ։ Հեղինեն վերադարձավ մի քանի ժամ անց, զեկույցը ձեռքին։ Անահիտ Սարգսյան, 34 տարեկան, 3 տարի աշխատում է Մաքուր Աշխարհ երրորդ կողմի ընկերությունում։ Գնահատականները միշտ դրական են, ճշտապահ, նվիրված։ Ապրում է Մալաթիա Սեբաստիայում, վարձով բնակարանում։ Միայնակ մայր է, ունի 5 տարեկան դուստր, քաղաքում այլ կախյալների կամ մոտ հարազատների մասին գրառումներ չկան։ Խորենը յուրացրեց տեղեկությունները, իր մտքում կառուցելով այդ կնոջ ավելի ամբողջական պատկերը։ Մալաթիա Սեբաստիան Երանի ծայրամասային շրջաններից էր, հայտնի սոցիալ-տնտեսական դժվարություններով։ Նա հավանաբար 2-3 ավտո բուս էր փոխում կենտրոն հասնելու համար, արթնանում էր արածագից առաջ, տուն վերադառնում, երբ արդեն մութ էր։ Եվ այնուամենայնիվ ուժ էր գտնում դաստիարակելու մի դստեր, որն այդքան հեշտությամբ ժպտում էր, որն աշխարհը տեսնում էր այդքան մաքրությամբ։ Հեղինե, ասաց նա վերջապես, ուզում եմ, որ Մաքուր Աշխարհը ին առաջարկ անես։ Ցանկանում եմ վարձել Անահիտ Սարգսյանի ծառայությունները բացառապես իմ բնակության վայրի համար։ Ուղղակի վճարում աշխատավարձ, որը կրկնակի կլինի նրա ներկայիս ստացածից, գումարած տրանսպորտի, սննդի առողջության ապահովագրության փոխհատուցում։ Պայմանն այն է, որ նա աշխատի միայն ինձ համար, երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 8-ից մինչ երեկոյան 5-ը։ Հեղինեն թարթեց, զարմացած։ Պարոն, դուք արդեն ունեք մաքրման թիմ, որը գալիս է շաբաթը 3 անգամ։ Նրանք շատ լավ առաջարկված մասնագետներ են։ Գիտեմ, Հեղինե։ Բայց ուզում եմ այս փոփոխությունն անել։ Եվս մեկ բան։ Ուզում եմ, որ պայմանագրում նշվի, որ նա կարող է իր դստերը իր հետ բերել աշխատանքային ժամերին, եթե անհրաժեշտ լինի։ Բնակարանում հարմար տա։ Լացք պատրաստեք, որպեսզի երեխան կարողանա խաղալ սովորել, առանց խանգարելու։ Հեղինեն նայեց իր ղեկավարին մի արտահայտությամբ, որը հետաքրքրության անհանգստության խառնուրդ էր։ Պարոն Խորեն, կարող եմ հարցնել այսքան կոնկրետ որոշման պատճառը։ Խորենը սայլակը շրջեց, ուղիղ նրան նայելու համար։ Երբեք քեզ անտեսանելի զգացել ես, Հեղինե։ Կարծես մարդիկ քո միջով են նայում, առանց իսկապես քեզ տեսնելու։ Հեղինեն տատանվեց, ակնհայտորեն չսպասելով այդ հարցին։ Երբեմն, այո, պարոն։ 3 գիշեր 5 տարեկան մի երեխա ինձ տեսավ։ Իսկապես ինձ տեսավ, ոչ թե սայլակը, ոչ թե փողը, ոչ թե ընկերությունը։ Նա ինձ տեսավ։ Եվ վաղուց է, ինչ դա տեղի չի ունեցել։ Նա դադար տվեց, ուշադիր ընտրելով բառերը։ Ես կցանկանայի ինչ-որ կերպ փոխհատուցել այդ բարությունը։ Եվ գուցե ով գիտի, այդ լույսից մի փոքր իմ շուրջը ունենալը լավ լինի։ Հեղինեն ժպտաց, Խորենը տեսավ, որ նա հասկանում է, գոնե մասամբ, թե ինչ էր փորձում անել։ Ամեն ինչ կկազմակերպեմ, պարոն Խորեն։ Եվ կարծում եմ, որ դա հրաշալի գաղափար է։ 2 օր անց Խորենն իր պենթհաուսում էր, երբ առավոտյան ուղիղ 8-ին դռան զանգը հնչեց։ Նա բացեց դուռը, գտավ այնտեղ կանգնած Անահիտ Սարգսյանին, պարզ, բայց մաքուր համազգեստով, մազերը նույն ամուր կոկոնով հավաքված։
Նրա կողքին, ամուր բռնած մոր ձեռքը, կանգնած էր Յուլիան, վարդագույն ուսապարկը մեջքին նույն փայլուն աչքերով, որոնք Խորենը հիշում էր։ Անահիտի արտահայտությունը շփոթության անհանգստության խառնուրդ էր։ «Բարի լույս, պարոն Մանուկյան», ասաց նա պաշտոնական տոնով։ «Ընկերությունից ինձ ասացին, որ դուք իմ ծառայություններն եք պահանջել, բայց հստակ չբացատրեցին, թե ինչ է պատահել։ Ես միջոցառման գիշերը սխալ բան եմ արել։ Որովհետև եթե արել եմ, կարող եմ բացատրել»։ Խորենը ժպտաց, նշան անելով, որ ներս մտնեն։ «Դուք ոչ մի սխալ բան չեք արել, Անահիտ։ Ընդհակառակը։ Ներս եկեք, խնդրեմ։ Ես ձեզ առաջարկ ունեմ անելու»։ Եվ այսպես սկսվեց Խորեն Մանուկյանի կյանքի նոր փուլը, մի փուլ, որը նա երբեք չէր կարող կանխատեսել, բայց որը պատրաստվում էր փոխել այն ամենը, ինչ նա կարծում էր, թե գիտի ընտանիքի, սիրո պատկանելության մասին։ Անահիտը տատանվող քայլերով տավ բնակարան, նրա աչքերը տարածքն ուսումնասիրում էին հիացմունքի անհարմարության խառնուրդով։ Երբեք այսպիսի վայրում չէր եղել, որտեղ յուրաքանչյուր իր կարծես ավելին արժեր, քան նա վաստակում էր մի ամբողջ տարվա աշխատանքով։ Մարմարե հատակը փայլում էր նրա ոտքերի տակ, կահույքը էլեգանտ ու ժամանակակից էր, իսկ այդ հսկայական պատուհանները մի տեսարան էին բացում, որը նա միայն ամսագրերում էր տեսել։ Յուլիան, մյուս կողմից, բաց թողեց մոր ձեռքը վազեց դեպի պատուհանը, քիթը ապակուն հպելով հիացած ժպիտով։ «Նայիր, մայրիկ, այստեղից ամբողջ աշխարհն է երում», բացականչեց աղջիկը։ Խորենը չկարողացավ չժպտալ այն բանաստեղծական ձին, որով նա նկարագրեց տեսարանը։ «Յուլիա, վերադարձիր այստեղ», լարված ձայնով կանչեց Անահիտը։ «Ներեցեք, պարոն, նա շատ հետաքրքրասեր է»։ «Պետք չէ ներողություն խնդրել», մեղմ ասաց Խորենը։ Հետաքրքրասիրությունը հրաշալի հատկություն է։ Նա սայլակը մոտեցրեց Անահիտին։ «Խնդրում եմ, նստեք։ Պետք է բացատրեմ, թե ինչու եմ ձեզ այստեղ բերել»։ Անահիտը նստեց սպիտակ կաշվե բազմոցի ծայրին, մեջքն ուղիղ, ձեռքերը ծնկներին միահյուսած։ Յուլիան վազելով վերադարձավ, տեղավորվեց մոր կողքին, օրորելով ոտքերը, որոնք հատակին չէին հասնում։ Խորենը սայլակը դրեց նրանց դիմաց, պահպանելով հարգալից հեռավորություն։ «Անահիտ, ուղիղ կասեմ», սկսեց նա։ «Ես կցանկանայի ձեզ առաջարկել աշխատանք, որպես այս բնակարանի բացառիկ աշխատակցուհի։ Աշխատավարձը կլինի ձեր ներկայիս ստացածի կրկնակին, բոլոր օրինական արտոնություններով, տրանսպորտի, սննդի առողջության ապահովագրությամբ, ձեր դստեր համար։ Ժամանակացույցը կլինի երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 8-ից մինչ երեկոյան 5-ը։ Անահիտը թարթեց, փորձելով յուրացնել տեղեկությունը։ Նրա արտահայտությունն անհավատալի էր։ «Պարոն, ես չեմ հասկանում։ Ինչո՞վ։ Ես ինչ եմ արել, որ արժանանամ այսպիսի առաջարկի»։ Խորենը տատանվեց, ուշադիր ընտրելով բառերը։ «Միջոցառման գիշերը ձեր դուստրը մի շատ պարզ բան արեց, բայց որը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Նա ինձ վերաբերվեց որպես մարդու, ոչ թե խղճահարության արժանի մեկի կամ տոկունության խորհրդանիշի։ Նա պարզապես ինձ բարի հրավիրեց, այն անկեղծուչ ամբ, որը միայն երեխաներն ունեն։ Եվ դա ինձ ստիպեց գիտակցել, թե որքան մեկուսացած էի, որքան էի հեռացել իրական մարդկային կապերից։ Նա դադար տվեց։ Ես մենակ եմ ապրում այս հսկայական ու լուռ բնակարանում։ Ունեմ այն ամենը, ինչ փողը կարող է գնել, բայց այստեղ կյանք չունեմ։ Մտածեցի, որ գուցե ձեզ մոտ ունենալը կարող է փոխել դա։ Անահիտը նայեց նրան դժվարընթեռնելի արտահայտությամբ։ Բայց դուք արդեն ունեք մաքրման ընկերություն, որը հոգ է տանում այստեղի մասին, այնպես չէ։ Ինչու հենց ինձ վարձել։ Որովհետև ես ոչ միայն բնակարանը մաքրող մեկին եմ փնտրում, խոստովանեց Խորենը։ Ես մարդկային ներկայություն եմ փնտրում։ Ընկերակցություն։ Եվ ես ձեր մեջ տեսա մի բան, որն այլս չեմ գտնում իմ սոցիալական շրջապատում։ Անահիտը երկար լռեց, նրա աչքերն ուսումնասիրում էին Խորենին մի ուշադրությամբ, որը նրան ստիպեց իրեն բացահայտված զգալ։ Նա մի կին էր, որը սովորել էր կարդալ մարդկանց, բացահայտել երկրորդ մտքերը, քանի որ նրա գոյատումը կախված էր դրանից։ Վերջապես նա խոսեց, ձայնը ցածր, բայց հաստատուն։ «Պարոն Մանուկյան, ես ձեզ հետ անկեղծ կլինեմ։ Ես պարզ կին եմ, ապրում եմ մի թաղամասում, որտեղ փողը հազիվ է բավականացնում ամիսը գլուխ բերելու համար։ Շատ եմ աշխատել, շատ տեղերում, սովորել եմ, որ երբ ինչ-որ բան չափազանց լավ է թվում իրական լինելու համար, սովորաբար թակարդ կա։
Այնպես որ պետք է հարցնեմ ամբողջ հարգանքով, ինչ եք իրականում ինձնից ուզում։ Հարցն ուղիղ էր, լի հասկանալի անվստահությամբ։ Խորենը հիացավ նրա քաջությամբ, իրեն դիմակայելու, պարզապես չընդունելու առաջարկն առանց հարցականի տակ դնելու։ Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, այն հիմնավոր է, պատասխանեց նա։ Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ իմ մտադրություններն անկեղծ են։ Ես ուզում եմ միայն այն, ինչ ասացի մեկին, որը հոգ կտանի բնակարանի մասին, եթե համաձայն լինեք, Յուլիային ձեզ հետ բերեք։ Կա միայն մեկ լրացուցիչ պայման, որը կցանկանայի առաջարկել։ Անահիտը լարվեց։ Ինչ պայման։ Որ Յուլիան կարողանա այստեղ մնալ, մինչ դուք աշխատում եք։ Ես նրա համար սենյակ կպատրաստեմ խաղալիքներով, գրքերով, նկարչական պարագաներով։ Մի տարածք, որտեղ նա կարող է խաղալ, որել, երեխա լինել։ Եվ երբեմն, եթե նա ցանկանա, մենք կարող ենք զրուցել, միասին խաղալ։ Բայց դա տեղի կունենա միայն, եթե դուք ձեզ հարմարավետ զգաք, եթե դա ձեր ընտրությունը լինի։ Անահիտը նայեց դստերը, որը ուշադիր լսում էր զրույցը, նրա մեծ աչքերը մի մեծահասակից մյուսին էին անցնում։ Աղջիկն ապա նայեց մորը ասաց այն մանկական պարզությամբ. Քեզ դուր եկավ նրա հետ պարելը, չէ՞ մայրիկ։ Նա լավն է։ Անահիտի դեմքի լարվածությունը մի փոքր թուլացավ։ Նա նորից նայեց Խորենին, նա տեսավ, որ կինը ներքին պայքարի մեջ է, գշրելով ռիսկերն ու օգուտները, փորձելով որոշել, կարող է վստահել։ Այն աշխատավարձը, որը դուք առաջարկում եք, ամբողջովին կփոխեր մեր կյանքը, ասաց նա վերջապես։ Բայց ինձ ժամանակ է պետք մտածելու համար։ Պետք է հասկանամ, սա իրական է, հետո խնդիրներ չեն լինի։ Խորենը գլխով արեց։ Իհարկե։ Որքան ժամանակ պետք է, վերցրեք։ Բայց մինչ մտածում եք, կցանկանայի, որ մի բան հաշվի առնեք։ Նա մատնացույց արեց շուրջ բոլորը գտնվող բնակարանը։ Այս ամենը, ինչ դուք տեսնում եք, այս ամբողջ հարստությունը, ոչինչ չարժե, երբ մենակ ես։ Ես դա սովորել եմ ամենադժվար ճանապարհով։ Եվ գուցե, միայն գուցե, մենք կարողանանք օգնել միմյանց։ Դուք կունենաք ֆինանսական կայունություն, ավելի լավ պայմաններ ձեր դստերը մեծացնելու համար, իսկ ես այս վայրում մի փոքր կյանք կունենամ։ Յուլիան, որը 5 տարեկան երեխայի չափանիշներով չափազանց երկար էր լուռ մնացել, սահեց բազմո։ Ցից քայլեց դեպի Խորենը։ Կարող եմ տեսնել այն սենյակը, որը դու ինձ համար կսարքես։ Յուլիա, սկսեց նախատել Անահիտը, բայց Խորենը մեղմորեն բարձրացրեց ձեռքը։ Ամեն ինչ կարգին է, ասաց նա։ Իրականում, ես արդեն ինչ-որ բան պատրաստել եմ։ Կցանկանայիք ցույց տալ ձեզ։ Նա մորն ու դստերը առաջնորդեց միջանցքով դեպի հյուրասենյակներից մեկը, որոնք երբեք չէին օգտագործվում։ Խորենը խնդրել էր հեղինեին դեկորատորներ վարձել, որոնք ընդամենը 2 օրում տարածքը կերպարանափոխեին։ Երբ նա բացեց դուռը, Յուլիան ուրախության ճիչ արձակեց։ Սենյակը ներկված էր վարդագույնի յասամանագույնի մեղմ երանգներով, կար մանկական գրքերով լի դարակ, կրթական խաղալիքների մեծ տուփ, նկարչության համար նախատեսված սեղան, աթոռներով, նույնիսկ ամպի տեսքով փափուկ գորգ սենյակի կենտրոնում։ Վարագույրները թիթեռների նկարներով էին, իսկ առաստաղին կպցված էին մթության մեջ լուսարձակող աստղեր։ Իմն է, հարցրեց Յուլիան լայն բացված աչքերով, գրեթե չհավատալով։ Եթե մայրիկդ ընդունի իմ առաջարկը, այո, քոնը կլինի, պատասխանեց Խորենը։ Անահիտը դաղ մտավ սենյակ, նրա աչքերը ուսումնասիրում էին յուրաքանչյուր մանրուք։ Խորենը տեսավ, թե ինչպես են արցունքներ հավաքվում նրա աչքերում, նա արագ սրբեց դրանք ձեռքի թիկունքով։ Նրա ձայնը խեղդված դուրս եկավ, երբ վերջապես խոսեց։ Դուստրս երբեք իր սեփական սենյակը չի ունեցել։ Մենք ապրում ենք 2 սենյականոց բնակարանում, նա քնում է ինձ հետ նույն մահճակալին։ Սա ավելին է, քան ես երբեք կարող էի երազել նրան տալ։ Ուրեմն ընդունեք, մեղմ ասաց Խորենը։ Թույլ տվեք, որ օգնեմ։ Ոչ թե խղճահարությունից, այլ որովհետև հավատում եմ, որ մենք բոլորս արժանի ենք ավելի լավ բանի հնարավորության։ Յուլիան արդեն ուսումնասիրում էր խաղալիքները, ծիծաղելով ինքն իր հետ խոսելով, մինչ բացահայտում էր յուրաքանչյուր նորություն։ Անահիտը երկար նայեց դստերը, Խորենը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նա որոշում կայացրեց։ Նա շրջվեց դեպի Խորենը, սրբեց վերջին արցունքները, մեկնեց ձեռքը։ Ես ընդունում եմ, պարոն Մանուկյան։ Բայց նա իմ պայմանով։ Խորենը սեղմեց նրա ձեռքը, զարմացած բռունցքի ամրությունից։ Որը կլինի։ Եթե որե պահի զգամ։
որ սա ճիշտ չէ, որ դուստրս ինչ-որ կերպ վնասվում է, կամ որ դուք զղջում եք, ես կհեռանամ հետ չնայելով։ Կարևոր չէ աշխատավարձը, կարևոր չեն պայմանները։ Դստերս անվտանգությունն առաջին տեղում է։ Լիովին համաձայն եմ, պատասխանեց Խորենը։ Եվ խոստանում եմ, որ եթե երբեք ցանկանաք հեռանալ ցանկացած պատճառով, ես խոչընդոտներ չեմ ստեղծի։ Դուք միշտ կունենաք ձեր ազատությունը։ Եվ այսպես սկսվեց մի առօրյա, որը կերպարանափոխեց բոլոր ներգրավվածների կյանքը։ Առաջին օրերին Անահիտը պահպանում էր խիստ մասնագիտական հեռավորություն։ Նա ճշտապահորեն գալիս էր ութին, պաշտոնական տոնով ողջունում Խորենին, Յուլիային ուղղորդում պատրաստված սենյակ, ապա սկսում իր մաքրման կազմակերպման աշխատանքները։ Խորենը հարգում էր այդ տարածությունը, աշխատելով իր տնային գրասենյակում, մասնակցելով վիրտուալ հանդիպումների, վերանայելով ֆինանսական հաշվետվություններ։ Բայց նա չէր կարող չնկատել այն տարբերությունը, որը նրանց ներկայությունն էր ստեղծում։ Բնակարանը, որը նախկինում գերեզմանի պես լուռ էր, այժմ արձագանքում էր կյանքի ձայներով։ Նա լսում էր Յուլիայի երգելը, մինչ նա նկարում էր, լսում էր Անահիտի մեղմ զրույցը դստեր հետ, խոհանոցում միասին պատրաստած ճաշի ժամանակ, լսում էր ծիծաղ, երբ մայր ու աղջիկ խաղում էին ընդմիջումների ժամանակ։ Կարծես ինչ-որ մեկը լույսերը վառել էր մի վայրում, որը տարիներ շարունակ մթության մեջ էր։ Կամաց-կամաց արգելքները սկսեցին բնականորեն ընկնել։ Յուլիան, երեխաներին բնորոշ այդ անկաշկանդությամբ, սկսեց օրվա ընթացքում փնտրել Խորենին։ Նա հայտնվում էր գրասենյակի դռան մոտ, ցույց տալու մի նկար, հարցնելու պատուհանից տեսած ինչ-որ բանի մասին, կամ պարզապես պատմելու հորինված մի պատմություն։ Սկզբում Անահիտը փորձում էր խանգարել, ներողություն խնդրել ընդհատման համար, բայց Խորենը միշտ ասում էր, որ ամեն ինչ կարգին է, որ իրականում իրեն դուր է գալիս ընկերակցությունը։ Մի օր Յուլիան մտավ գրասենյակ, ձեռքին տիեզերքի մասին մանկական գիրք։ Քերի Խորեն, կանչեց նա, արդեն մտերմաբար դիմելով նրան, կարող ես այս պատմությունը ինձ համար կարդալ։ Մայրիկը զբաղված է ճաշ պատրաստելով։ Խորենը նայեց Անահիտին, որը հայտնվել էր դստեր հետում ն. Երողություն խնդրող արտահայտությամբ։ Եթե դուք զբաղված եք, սկսեց նա, բայց նա արդեն մեկնում էր ձեռքը, գիրքը վերցնելու համար։ Ես մեծ հաճույքով կկարդամ քեզ համար, Յուլիա։ Արի, նստիր այստեղ, իմ կողքին։ Աղջիկը տեղավորվեց հատակին, սայլակի կողքին, Խորենը սկսեց կարդալ մոլորակների, աստղերի տիեզերագնացների մասին պատմությունը։ Յուլիան անընդհատ ընդհատում էր նրան հարցերով, նա համբերատար պատասխանում էր, բարդ հասկացությունները պարզ բացատրելով, տարբեր ձայներ անելով կերպարների համար, ընթերցանությունը դարձնելով զվարճալի փորձառություն։ Երբ ավարտեց, Յուլիան ծափահարեց, ապա արեց մի բան, որը Խորենին լիովին զինաթափեց։ Նա վեր կացավ, ամուր գրկեց նրան, նրա բարակ թերը փաթաթվեցին նրա վզին։ Շնորհակալ եմ, քերի Խորեն։ Դու նույնքան լավ ես պատմություններ պատմում, որքան մայրիկս։ Խորենը մի պահ անշարժ մնաց, զգալով այդ փոքր, բայց հզոր գրկախառնությունը, զգալով այդ երեխայի ջերմությունն ու վստահությունը։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, որոնք նա արագ թարթեց քողարկելու համար։ Երբ Յուլիան հեռացավ վազեց հետ դեպի սենյակ, նա նայեց Անահիտին, տեսավ, որ նա նույնպես հուզված է։ Նա ձեզ շատ հավանեց, մեղմ ասաց Անահիտը։ Ոչ բոլորն ունեն համբերություն այդքան շատ հարցերի պատասխանելու համար։ Ես էլ եմ նրան հավանում, անկեղծորեն պատասխանեց Խորենը։ Նա ինձ հիշեցնում է, թե ինչ է նշանակում աշխարհը տեսնել հիացմունքով, առանց ցինիզմի, առանց նախապաշարմունքների։ Այդ օրվանից պատմությունների ընթերցանությունը դարձավ առօրյայի մի մաս։ Ամեն երեկո, երբ Յուլիան ավարտում էր դպրոցական առաջադրանքները, որոնցում Անահիտն օգնում էր նրան, նա փնտրում էր Խորենին պատմության ժամի համար։ Եվ նա միշտ դադարեցնում էր իր գործը, միշտ ժամանակ ուն։ Եվ նրա համար սկսեց նոր գրքեր գնել, ընտրելով վերնագրեր, որոնք կարծում էր, թե Յուլիային դուր կգան, նրա ուրախությունը յուրաքանչյուր նոր գիրք ստանալիս անգին նվեր էր։ Անահիտը դիտում էր այս փոխազդեցությունները երախտագիտության աճող անհանգստության խառնուրդով։ Մի կողմից տեսնում էր, որ իր դուստրը ծաղկում է այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Յուլիան ավելի ուրախ էր, ավելի վստահ, հասանելիություն ուներ այնպիսի բաների, որոնք Անահիտը երբեք չէր կարող միայնակ ապահովել։ Մյուս կողմից, նրա սրտում մշտական վախ կար, վախ, որ այս ամենը կարող է ավարտվել, որ Յուլիան չափազանց կկապվի, հետո կտառապի, երբ իրականությունն անխուսափելիորեն կբաժանի նրանց։ Մի երեկո, մինչ պատրաստում էր ընթրիքը բնակարանի գուրման խոհանոցում, որը հագեցած էր վերջին սերնդի տեխնիկայով, որը նա դեռ սովորում էր օգտագործել, Անահիտը խորը հոգոց հանեց։
Խորենը, որը մտել էր ջուր վերցնելու, նկատեց. Ամեն ինչ կարգին է, Անահիտ։ Նա տատանվեց, կաթսան խառնելով անհրաժեշտից ավելի ուժգին. Պարոն Մանուկյան, կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Եվ խնդրում եմ, կարող եք ինձ ուղղակի խորեն ասել։ Այդ պարոն Մանուկյանը ինձ ստիպում է պապիս պես զգալ։ Անահիտը թեթակի ժպտաց, բայց լարվածությունը մնաց նրա ուսերին։ Խորեն, ուրեմն։ Ես ուզում եի իմանալ, թե ինչու եք դու մենակ ապրում։ Ձեր դիրքում, ձեր ռեսուրսներով մարդը կարող էր ունենալ ամեն ինչ, ցանկացած մարդու։ Ինչու եք ընտրել այս միայնությունը։ Խորենը մի պահ լռեց, քննարկելով հարցը։ Դա մի բան էր, որը նա հազվադեպ էր խոստովանում, նույնիսկ ինքն իրեն։ Որովհետև վթարից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքն իմ հանդեպ, ասաց նա վերջապես։ Հանկարծ ես այլս Խորենը չէի, գործարարը, տղամարդը։ Ես Խորենն էի, խեղճը սայլակի մեջ։ Մարդիկ սկսեցին ինձ հետ խոսել, կարծես խուլ լինեի, վերաբերվել, կարծես մտավոր անկարող լինեի։ Կանայք, որոնք նախկինում հետաքրքրվում էին ինձնով, անհետացան։ Ընկերները հեռացան, անհարմար զգալով իմ նոր իրականությունից։ Եվ ես էլ հեռացա, հոգնած լինելով միայն սահմանափակմամբ տեսնվելուց, ոչ թե այն մարդով, որը ես դեռ կամ։ Անահիտը դադարեցրեց կաթսան խառնելը, շրջվեց, նրան նայելուհը։ Ամար։ Բայց դուք չփորձեցիք նոր մարդկանց գտնել, մարդկանց, որոնք կարող էին ձեզ իսկապես տեսնել։ Փորձեցի, սկզբում, խոստովանեց Խորենը։ Բայց դժվար է իմանալ, թե ով է անկեղծ, երբ փող ունես։ Մարդիկ մոտենում են շահից դրդված Մանուկյանի հետ լինելու կարգավիճակի համար, ինչ-որ օգուտ ստանալու հնարավորության համար։ Սովորեցի բոլորին կասկածել։ Նա դառնորեն ժպտաց։ Մինչ որ ձեր դուստրը հայտնվեց ինձ բարի հրավիրեց, ոչինչ չխնդրելով փոխարենը, ոչինչ չսպասելով, բացի այդ պահը կիսելու հաճույքից։ Յուլիան յուրահատուկ է, մեղմ ասաց Անահիտը։ Նա տարբերությունները չի տեսնում, ինչպես մեծահասակները։ Նրա համար դուք պարզապես մի լավ մեծահասակ եք, որը պատմություններ է պատմում, իր հետ խաղում։ Եվ հենց այդպես էլ կցանկանայի, որ բոլորը ինձ տեսնեին, պատասխանեց Խորենը։ Որպես մարդ, ոչ թե հանգամանքների համախումբ։ Եթե դուք լինեիք Անահիտի փոխարեն, կհամաձայնեիք աշխատել այսքան հարուստ մարդու համար, իմանալով, որ դուք բոլորովին այլ աշխարհից եք, թե կվախենայիք հետանքներից։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Լույսը նրանց միջ հասկացողության նոր շերտ ստեղծեց։ Անահիտը սկսեց Խորենին տեսնել ոչ միայն որպես միլիոնատեր գործատու, այլ որպես մենակ մարդու, որը, ինչպես ինքը, կրում էր իր սեփական ցավերն ու անվստահությունները։ Իսկ Խորենը սկսեց Անահիտին տեսնել ոչ միայն որպես աշխատակցուհի, այլ որպես արտասովոր ուժի տեր մի կնոջ, որը միայնակ մեծացրել էր հրաշալի դուստր, բոլոր դժվարությունների պայմաններում։ Շաբաթները վերածվեցին ամիսների, Պենթհաուսի առօրյան ձեռք բերեց բնականոնության երանգներ, որոնք նրանցից ոչ մեկը նախկինում չէր զգացել։ Խորենը սկսեց հարցնել Անահիտի կյանքի, նրա դժվարությունների, երազանքների մասին։ Բացահայտեց, որ նա շատ երիտասարդ էր հղիացել, որ Յուլիայի հայրն անհետացել էր նույնիսկ ծնունդից առաջ, որ նա աշխատել էր տարբեր անկայուն աշխատանքներում դստերը պահելու համար, որ երազում էր մի օր Յուլիային որակյալ կրթություն տալ, գուցե նույնիսկ համալսարան, թե գիտեր, որ դա գրեթե անհնար էր իր եկամտով։ Հենց այդ ժամանակ Խորենը մեկ այլ որոշում կայացրեց։ Անահիտ, ասաց նա մի առավոտ, ես կցանկանայի լրացու ցիչ առաջարկ անել, եթե թույլ տաք։ Նա նայեց նրան այն հետաքրքրասիրության զգուշության խառնուրդով, որը նա արդեն լավ գիտեր։ Ինչ տեսակի առաջարկ։ Յուլիան պետք է ավելի լավ դպրոցում սովորի։ Մասնավոր դպրոցում որակավորված ուսուցիչներով, արտադասարանական զբաղմունքներով, համապատասխան կառուցվածքով։ Ես կցանկանայի վճարել դրա համար։ Անահիտը անշարժ մնաց, փորձելով յուրացնել լսածը։ Ոչ, ասաց նա վերջապես, ձայնը հաստատուն։ Ես չեմ կարող դա ընդունել։ Ինչու՞ ոչ։ Որովհետև դա արդեն չափազանց շատ է, Խորեն։ Աշխատավարձը, արտոնությունները, այս հրաշալի սենյակը։ Եթե ես սրանից ավելին ընդունեմ, կախվածության մեջ կընկնեմ, կկորցնեմ իմ ինքնավարությունը։ Եվ եթե մի օր այս ամենն ավարտվի, ինչպես եմ պահելու մասնավոր դպրոցը։ Ինչպես եմ Յուլիային բացատրելու, որ նա պետք է վերադառնա պետական դպրոց։ Խորենը հասկացավ նրա տրամաբանությունը, բայց չհամաձայնեց։
Անահիտ, երեխայի կրթության մեջ ներդրումը երբեք չափազանց շատ չի լինում։ Եվ ես սա չեմ առաջարկում որպես ողորմություն, այլ որպես ներդրում մեկի ապագայի մեջ, ով արդ է։ Ն փոխել է իմ կյանքը։ Յուլիան յուրահատուկ է, նա արժանի է բոլոր հնարավորություններին։ Անահիտը թափահարեց գլուխը, արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Դուք չեք հասկանում։ Ես ամբողջ կյանքում ինձ պաշտպանել եմ, պայքարել, որպեսզի ոչ մեկից կախված չլինեմ։ Եթե ես այս ամենն ընդունեմ, եթե թույլ տամ, որ դուք այդքան բան անեք մեզ համար, ինչ կլինի, երբ դուք հոգնեք։ Երբ գիտակցեք, որ մենք պարզապես աղքատներ ենք, որոնք ներխուժել են ձեր աշխարհ։ Ես երբեք այդպես չեմ մտածի, պնդեց Խորենը։ Եվ դուք դա գիտեք, Անահիտ։ Նայեք ինձ ազնվորեն ասացեք, որ դուք հավատում եք, որ ես դա անում եմ խղճահարությունից կամ պարտականությունից դրդված։ Նա նայեց նրան, նա կարող էր տեսնել նրա աչքերում արտացոլված ներքին պայքարը։ Ոչ, խոստովանեց նա վերջապես։ Ես գիտեմ, որ դուք անկեղծ եք։ Բայց դա ինձ ավելի է վախեցնում, որովհետև նշանակում է, որ ես սկսում եմ վստահել, հավատալ, որ սա իրական է։ Եվ վստահելը միշտ վտանգավոր է եղել ինձ համար։ Ուրեմն մեկ անգամ քաջ եղիր, մեղմ ասաց Խորենը։ Ընդունիր օգնությունը։ Թույլ տուր, որ Յուլիան ստանա այն կրթությունը, որին նա արժանի է։ Եվ եթե մի օր ցանկացած պատճառով ամեն ինչ փոխվի, ես խոստանում եմ, որ կերաշխավորեմ, որ նա կարողանա շարունակել դպրոցը մինչ միջնակարգ կրթության ավարտը։ Դա գրավոր կլինի պայմանագրում, եթե ցանկանաք։ Անահիտը երկար լռեց, սրբելով արցունքները, փորձելով զսպել հույզերը։ Վերջապես նա գլխով արեց։ Լավ։ Բայց պայմանով, որ դա փաստաթղթավորվի, ինչպես դուք ասացիք։ Ուզում եմ վստահ լինել, որ ինչ էլ պատահի, դուստրս պաշտպանված կլինի։ Իմ խոսքն ունես, խոստացավ Խորենը։ Եվ ես փաստաթուղթը կկազմակերպեմ դեռ այս շաբաթ։ Եվ այսպես Յուլիան սկսեց հաճախել Երանի լավագույն մասնավոր դպրոցներից մեկը, նոր համազգեստով, ամբողջական պարագաներով դպրոցական տրանսպորտով։ Աղջկա վրա կատարված փոփոխությունը տեսանելի էր։ Նա ամեն օր տուն էր գալիս ոգորված, պատմելու, թե ինչ է սովորել, նոր ընկերների, գիտության դասի նախագծերի մասին։ Եվ Խորենը միշտ այնտեղ էր, լսելու յուրաքանչյուր պատմություն, պատասխանելու յուրաքանչյուր հարցի, տոնելու յուրաքանչյուր փոքրիկ ձեռքբերում։ Բայց այս անհավանական պայմանավորվածության մեջ ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Կար մի մարդ, որը դիտում էր այս ամենը աճող անհանգստությամբ, դժգոհությամբ։ Սիրանուշ Մանուկյանը, Խորենի հորաքույրը, նրա կյանքում մայրական կերպարը ծնողների մահից հետո, պատրաստվում էր իր մուտքը գործել այս պատմության մեջ, նրա հետ կգար առաջին մեծ փորձությունը կառուցված փխրուն ներդաշնակության համար։ Սիրանուշ Մանուկյանը մի կին էր, որը հարգանք էր ներշնչում ընդամենը մեկ հայացքով։ 63 տարեկանում նա պահպանում էր ուղիղ էլեգանտ կեցվածք, նրա անթերի ներկված մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, հագուստը միշտ հայտնի բրենդներից էր կատարելապես համադրված։ Նա մեծացրել էր Խորենին 27 տարեկանից, իր ծնողներին խլած ողբերգական վթարից հետո, այդ ժամանակվանից իրեն տեսնում էր ոչ միայն եղբորորդու, այլ Մանուկյան ընտանիքի ողջ ժառանգության պահապան։ Նա մի կին էր, որը սովորել էր կոշտ լինել տղամարդկանց կողմից գերիշխող բիզնես աշխարհում, որը պաշտպանել էր ընտանեկան կարողությունը բազմաթիվ խարդախության շահամոլության փորձերից, որն այժմ իր կյանքի գլխավոր առաքելությունը համարում էր երաշխավորել, որ Խորենը նորից չվնասվի, ոչ ֆիզիկապես, ոչ էլ էմոցիոնալ առումով։ Սիրանուշն ապրում էր նույնքան շքեղ բնակարանում, Խորենի պենթհաուսից մի քանի թաղամաս հեռու, սովորություն ուներ շաբաթական առնվազն 2 անգամ այցելել նրան։ Սովորաբար նախապես զանգում էր, ժամեր նշանակում, հարգում նրա տարածքը։ Բայց այդ հինգշաբթի օրը, երբ փորձեց զանգել, ոչ ոք չպատասխանեց, նրա ներսում մի անհանգստություն արթնացավ, որը չկարողացավ անտեսել։ Վերցրեց բանալիները, կանչեց վարորդին առանց զգուշացնելու գնաց այնտեղ։ Նա ուներ պենթհաուսի բանալի մի արտոնություն, որը Խորենը պահպանել էր հենց արտակարգ իրավիճակների համար։ Երբ բացեց դուռը, ակնկալում էր գտնել եղբորորդուն մենակ, գուցե գրասենյակում աշխատելիս կամ հյուրասենյակում հանգստանալիս։ Այն, ինչ չէր սպասում, միջանցքից եկող ծիծաղի ձայներ լսելն էր, տղամարդու երեխայի ձայներ, որոնք խառնվել էին մի ուրախության մեջ, որը ստիպեց Սիրանուշին անմիջապես կանգ առնել, շփոթված զգոն։ Նա հետեց ձայնին, գտավ մի տեսարան, որը նրան լիովին ապշեցրեց։ Խորենը նստած էր հատակին, այո, իտալական մարմարե հատակին, որը մի կարողություն արժեր, շրջապատված գունավոր խորանարդիկներով։
Նրա կողքին մի փոքրիկ աղջիկ, շագանակագույն մազերով երկու պոչիկներով, աշտարակ էր կառուցում, որն անընդհատ փլվում էր, առաջացնելով նրա Սիրանուշի եղբորորդու ծիծաղը։ Սայլակը հենված էր պատին, Խորենը կարծես լիովին կլանված լիներ այդ մանկական խաղով, առանց հանրության մեջ պահպանվող լուրջ հեռու կեցվածքի որը նշույլի։ Խորեն, Սիրանուշի ձայնը կտրեց օդը սուր սայրի պես, ինչ է սա նշանակում։ Խորենը բարձրացրեց հայացքը, նրա դեմքի ուրախությունը փոխարինվեց զարմանքով, ապա զգուշավոր չեզոքությամբ։ Հորաքույր Սիրանուշ, չգիտեի, որ այսօր կգաս։ Ակնհայտ է, պատասխանեց նա, նրա աչքերը վատ քողարկված դժգոհությամբ ու սումնասիրում էին տեսարանը։ Ո՞վ է այս երեխան։ Նախքան Խորենը կկարողանար պատասխանել, Անահիտը վազելով հայտնվեց միջանցքից, դեռ ձեռքին մաքրող կտոր, դեմքը կարմրած ամոթից վախից։ Տիկին, ներեցեք, չգիտեի, որ հյուր կունենաք, այլապես Յուլիային սենյակում կպահեի։ Խնդրում եմ, մի։ Սիրանուշն ընդհատեց նրան ձեռքի շարժումով, նրա հայացքը գնահատում էր Անահիտին գլխից մինչ ոտք։ Իսկ դուք ո՞վ եք։ Անահիտ Սարգսյան, տիկին։ Ես աշխատում եմ պարոն Խորենի համար, պատասխանատու եմ տան մաքրության կազմակերպման համար։ Հասկանալի է, ասաց Սիրանուշը, բայց նրա տոնը հուշում էր, որ նա ոչինչ չի հասկանում։ Իսկ երեխան։ Դուստրս է, Յուլիան։ Պարոն Խորենը թույլ է տվել, որ նա այստեղ մնա, մինչ ես աշխատում եմ։ Յուլիան, վախեցած օդում տիրող լարվածությունից, վեր էր կացել վազել մոր հետը, կառչելով նրա ոտքից։ Խորենը, նկատելով բոլորի անհարմարությունը, ձեռքերի օգնությամբ բարձրացավ հատակից վերադարձավ Սայլակին։ Հորաքույր Սիրանուշ, կարող ենք գրասենյակում խոսել։ Իհարկե կարող ենք, կտրուկ պատասխանեց նա։ Նայեց Անահիտին մի արտահայտությամբ, որը կասկած չէր թողնում, թե ինչ է մտածում։ Կարող եք շարունակել ձեր աշխատանքը։ Մենք անձնական հարցեր ունենք քննարկելու։ Անահիտն արագ գլխով արեց, Յուլիային ձեռքից բռնեց, երկուսով անհետացան միջանցքով։ Սիրանուշը հետեց Խորենին գրասենյակ, հենց որ դուռը փակվեց, նա պայթեց։ Ինչ ես մտածում, Խորեն։ Աշխատողն ու դուստրը գրեթե այստեղ են ապրում։ Դու նստած ես հատակին, խաղալով, կարծես դայակ լինես։ Սա անընդունելի է։ Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում, բացի այս միշտ չափազանց դատարկ բնակարանում մի փոքր ընկերակցություն ունենալուց, պատասխանեց Խորենը, ձայնը պահելով հանգիստ, բայց հաստատուն։ Անահիտը հիանալի աշխատող է, իսկ Յուլիան հրաշալի երեխա, որը կյանք է բերել այս վայր։ Կյանք, առանց հումորի ծիծաղեց Սիրանուշը։ Խորեն, դու միամիտ ես։ Այդ կինը հնարավորություն է տեսել օգտվում է քո միայնությունից։ Դստերը այստեղ բերելը, քեզ կապել տալը հին խաղ է։ Եվ դու, քանի որ այդքան երկար մեկուսացած ես եղել, ուղիղ ընկնում ես դրա մեջ։ Դա ճիշտ չէ, բողոքեց Խորենը, զգալով, թե ինչպես է զայրույթը սկսում եռալ։ Դու Անահիտին չես ճանաչում։ Նա աշխատասեր է, ազնիվ, միակ բանը, որ ուզում է, իր դստեր մասին հոգ տանելն է։ Եվ դու կարող ես դա ապացուցել։ Նախկինի մասին որե հետաքննություն արել ես։ Գիտես որե բան նրա կյանքի մասին, նախքան այստեղ հայտնվելը։ Բավականաչափ գիտեմ։ Գիտեմ, որ նա քրտնաջան աշխատում է, որ միայնակ է մեծացրել դստերը, որ երբեք ինձնից ոչինչ չի խնդրել, բացի նրանից, ինչ ես եմ առաջարկել։ Եվ ամենակարևորը, գիտեմ, որ տարիների մեջ առաջին անգամ ես արթնանում եմ, ցանկանալով սկսել օրը, որովհետև գիտեմ, որ այս բնակարանը դատարկ չի լինի։ Սիրանուշը փակեց աչքերը, խորը շունչ քաշեց, փորձելով զսպել հիասթափությունը։ Խորեն, ես հասկանում եմ քո միայնությունը։ Ավելի շատ, քան դու պատկերացնում ես։ Բայց դրա հետ գործ ունենալու այլ, ավելի պատշաճ ձեր կան։ Թերապիա, սոցիալական խմբեր, նույնիսկ ժամադրություն, եթե պատրաստ ես։ Բայց այս կապը ստեղծելը աշխատողի նրա դստեր հետ վտանգավոր է բոլոր ներգրավվածների համար։ Ինչու՞ չես կարող պարզապես ընդունել, որ ես երջանիկ եմ, հարցրեց Խորենը, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Ինչու՞ պետք է ամեն ինչ դիտվի որպես սպառնալիք։ Որովհետև ես դա արդեն տեսել եմ, պատասխանեց Սիրանուշը, նրա ձայնը մի փոքր մեղմացավ։ Դու չես հիշում, թե քանի կին փորձեց մոտենալ քեզ վթարից հետո։ Քանիսն էին ծածնում հետաքրքրություն, համ։ Ակրանք, նույնիսկ սեր, միայն թե ընտանիքի հարստությանը հասանելիություն ունենան։ Ես ստիպված էի տասնյակներին հեռացնել, Խորեն։ Ես ստիպված էի չարագործը լինել, քեզ պաշտպանելու համար։ Եվ հիմա չեմ դադարի։
Անահիտը նման չէ այդ կանանց, պնդեց Խորենը։ Նա սկզբում նույնիսկ չէր ուզում ընդունել իմ օգնությունը։ Ես ստիպված էի համոզել նրան։ Հենց այն, ինչ խելացի մարդը կաներ, հակադարձեց Սիրանուշը։ Դիմադրություն ծածնել, անկեղծ թվալու համար։ Ներիր Խորեն, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստի, տեսնելով, թե ինչպես ես դու նորից վիրավորվում։ Ուրեմն ինչ ես անելու։ Արգելելու ես ինձ աշխատողներ ունենալ։ Ինձ ավելի շատ ես փակելու այս փղոսկրե աշտարակում։ Ես կբացահայտեմ ճշմարտությունը այդ կնոջ մասին, վճռականորեն ասաց Սիրանուշը։ Եվ եթե որե կասկածելի բան գտնեմ, որը նշան, որ նա օգտվում է քեզնից, կանեմ այն, ինչ անհրաժեշտ է քեզ պաշտպանելու համար։ Դու այդ իրավունքը չունես, ասաց Խորենը, նրա ձայնը վտանգավոր ցածր էր։ Ես չափահաս մարդ եմ, ունակ իմ սեփական որոշումները կայացնելու։ Դու իմ եղբորորդին ես։ Միակ զավակը, որն ունեմ, թե ոչ արյունակից։ Եվ ես քեզ կպաշտպանեմ, դուր գա դա, թե ոչ։ Սիրանուշը դուրս եկավ գրասենյակից, չսպասելով պատասխանի, Խորենին մենակ թողնելով իր զայրույթի հիասթափության հետ։ Նա անցավ բնակարանով դեպի ելքը, բայց կանգ առավ, երբ խոհանոցում տեսավ Անահիտին, որն ակնհայտորեն փորձում էր զբաղված մնալ, բայց ակնհայտորեն ցնցված էր։ Յուլիան նստած էր սեղանի շուրջ, լուր նկարելով, աչքերը կարմրած, կարծես լաց էր եղել։ Սիրանուշը մոտեցավ, Անահիտն անմիջապես ուղղվեց, նյարդայնացած։ Տիկին Սիրանուշ։ Անահիտ, այնպես չէ, ասաց Սիրանուշը, նրա տոնն այժմ զուսպ ու սառն էր։ Պետք է, որ դուք մի բան հասկանաք։ Խորենը խոցելի մարդ է, ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Նա երկար ժամանակ մենակ է եղել, դա նրան ենթակա է դարձնում այն մարդկանց, որոնք կարող են օգտվել այդ խոցելիությունից։ Ամբողջ հարգանքով, տիկին, ես ոչ մի բանից չեմ օգտվում, պատասխանեց Անահիտը, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, հոգ եմ տանում այս տան մասին, ընդունում եմ միայն այն, ինչ ինձ առաջարկվում է։ Առայժմ, ասաց Սիրանուշը։ Բայց ինչ կլինի, երբ գիտակցեք, թե որքան ավելին կարող եք ստանալ։ Երբ տեսնեք, որ իմ եղբորորդին կապվում է ոչ միայն ձեր դստերը, այլ ձեզ։ Այդ ժամանակ ինչ կանեք։ Անահիտը գունատվեց, բայց հայացքը հաստատուն պահեց։ Կանեմ այն, ինչ միշտ եմ արել, հոգ կտանեմ դստերս մասին ազնվորեն կաշխատեմ։ Եվ եթե գա այն օրը, երբ զգամ, որ սա ճիշտ չէ, կհեռանամ հետ չնայելով։ Կտեսնենք, ասաց Սիրանուշը։ Որովհետև ես աչքս ձեզ վրա եմ պահելու։ Եվ եթե բացահայտեմ, որ դուք ինչ-որ կերպ մանիպուլացնում եք իմ եղբորորդուն, կերաշխավորեմ, որ դուք կորցնեք ոչ միայն այս աշխատանքը, այլ Երանի ցանկացած պատշաճ ընտանիքի տանը աշխատելու ցանկացած հնարավորություն։ Հասկանալի է։ Յուլիան, որը լուր լսում էր ամեն ինչ, վեր կացավ աթոռից կանգնեց մոր առջ, նրա փոքրիկ աչքերը փայլում էին արցունքներից, բայց նա 5 տարեկան երեխայի համար զարմանալի քաջությունից։ Դուք չեք կարող այդպես խոսել մայրիկիս հետ, ասաց նա դողացող ձայնով։ Նա բարի է, շատ է աշխատում։ Եվ քեռի Խորենը մեզ սիրում է։ Նա դա ասել է։ Սիրանուշը նայեց աղջկան, զարմացած համարձակությունից։ Մի կարճ պահ նրա արտահայտության մեջ ինչ-որ բան մեղմացավ, բայց նա արագ վերականգնեց սառնության դիմակը։ Երեխա, դու մեծահասակների գործերից չես հասկանում։ Ես հասկանում եմ, որ դուք չար եք, համառորեն պատասխանեց Յուլիան։ Եվ մայրիկս միշտ ասում է, որ չար մարդիկ երջանիկ չեն լինում։ Երեխայի խոսքերն անսպասելի կերպով հարվածեցին Սիրանուշին։ Նա մի պահ լռեց, նայելով այդ փոքրիկ աղջկան, որն այդքան համոզվածությամբ պաշտպանում էր մորը, նրա ներսում ինչ-որ բան շարժվեց, մի բան, որը նա նախընտրում էր թաղված պահել։ Առանց այլս ոչինչ ասելու, նա շրջվեց դուրս եկավ բնակարանից, հետուն թողնելով ծանր լռություն։ Անահիտը ծնկի իջավ ամուր գրկեց դստերը, արցունքները վերջապես ազատ հոսեցին։ Յուլիա, դու չպետք է այդպես խոսեիր տիկնոջ հետ։ Բայց նա քեզ հետ չար էր, մայրիկ, բողոքեց Յուլիան, սկսելով նույնպես լաց լինել։ Եվ ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ քեզ հետ չար են լինում։ Գիտեմ, սիրելիս, գիտեմ։ Բայց նա քեռի Խորենի հորաքույրն է, նա լավունք ունի անհանգստանալու նրա համար։ Կարծում ես, մենք պետք է հեռանանք։ Անահիտն անմիջապես չպատասխանեց։ Նա ավելի ամուր գրկեց դստերը, փակելով աչքերը, փորձելով զսպել վախը, որը սպառնում էր կլանել իրեն։ Չգիտեմ, սիրելիս։ Չգիտեմ։ Այդ գիշեր Սիրանուշը չկարողացավ քնել։
Նա կանգնած էր իր բնակարանի պատշգամբում, գինու բաժակը ձեռքին, նայում էր քաղաքի լույսերին վերանայում տեսած տեսարանը։ Նա կոշտ բաներ էր ասել, սպառնալիքներ հնչեցրել, վարվել այնպես, ինչպես միշտ էր վարվում, երբ զգում էր, որ Խորենը վտանգի մեջ է։ Բայց այդ երեխայի խոսքերը շարունակում էին արձագանքել նրա մտքում։ Չար մարդիկ երջանիկ չեն լինում։ Մի՞թե նա չար էր։ Թե պարզապես չափազանց պաշտպանողական էր։ Մի՞թե նրա անվստահությունը, որը ծնվել էր բազմաթիվ վատ փորձառություններից, կուրացնում էր նրան այն հնարավորության հանդեպ, որ Անահիտն ու Յուլիան անկեղծ էին։ Սիրանուշը թափահարեց գլուխը, փորձելով հեռացնել այդ կասկածները։ Ոչ, նա պետք է աներ այն, ինչ ճիշտ էր։ Պետք է պաշտպաներ Խորենին, նույնիսկ եթե նա հիմա չէր հասկանում։ Հաջորդ առավոտ Սիրա նուշը զանգահարեց Ռուբեն Պետրոսյանին, մասնավոր քննիչի, որին նա տարիների ընթացքում մի քանի անգամ օգտագործել էր աշխատակիցների գործընկերների անցյալը ստուգելու համար։ Ռուբեն, ինձ մեկ անձի մասին ամբողջական հետաքննություն է պետք։ Անահիտ Սարգսյան, 34 տարեկան, ապրում է Մալաթիա Սեբաստիայում։ Ուզում եմ իմանալ ամեն ինչ, աշխատանքային պատմություն, անձնական հարաբերություններ, ֆինանսներ, ցանկացած բան, որը կարող է կասկածելի բնավորության մասին վկայել։ Այսօրվանից կսկսեմ, Տիկին Մանուկյան։ Որքան ժամանակ ունեմ։ Առավելագույնը 1 շաբաթ։ Եվ Ռուբեն, պետք է զգույշ լինել։ Հետաքննվող անձը չպետք է իմանա, որ իրեն հետում են։ Հասկանալի է։ Սիրանուշն անջատեց հեռախոսը, զգալով թեթացման մեղքի զգացումի խառնուրդ։ Նա ճիշտ բան էր անում, վստահ էր դրանում։ Բայց մորը պաշտպանող այդ փոքրիկ աղջկա պատկերը դուրս չէր գալիս նրա մտքից։ Մինույն ժամանակ, Պենթհաուսում, Անահիտը հազիվ էր քնել։ Նա հաջորդ առավոտ եկավ խորս շրջանակներով աչքերի տակ, դեմքը լարված անհանգստությունից։ Խորենը նրան զրույցի կանչեց հենց նրա գալուն պես։ Անահիտ, երեկվա մասին, սկսեց նա, բայց նա ընդհատեց։ Պարոն Խորեն, ես կհասկանամ, եթե ուզենաք, որ ես հեռանամ։ Ձեր հորաքույրը ճիշտ է անհանգստանալով, ես չեմ ուզում ձեր միջ խնդիրներ ստեղծել։ Դուք ոչ մի տեղ չեք գնալու, հաստատակամորեն ասաց Խորենը։ Հորաքույրս չափազանց պաշտպանողական է, ինչպես միշտ է եղել։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ դուք Յուլիան այստեղ ցանկալի եք, որ ես ուզում եմ, որ դուք մնաք։ Բայց ինչ, եթե նա ճիշտ է, հարցրեց Անահիտը, ձայնը կոտրվեց։ Իսկ եթե իմ այստեղ լինելը ավելի շատ վնաս է պատճառում, քան օգուտ։ Իսկ եթե Յուլիան չափազանց շատ է կապվում, երբ այս ամենն անխուսափելիորեն ավարտվի, նա կտառապի։ Ինչու եք կարծում, որ սա կավարտվի։ Որովհետև միշտ ավարտվում է, ասաց Անահիտը, արցունքները սկսեցին հոսել։ Ինձ նման մարդիկ չեն պատկանում այսպիսի վայրերին։ Եվ վաղ թե ուշ, իրականությունը կհարվածի, մենք ստիպված կլինենք վերադառնալ այնտեղ, որտեղից եկել ենք։ Խորենը մոտեցավ նրան, բռնելով նրա ձեռքը։ Անահիտ, նայիր ինձ։ Այս ամենը ժամանակավոր չէ։ Ես այս ամենը չեմ արել, այն ամենը, ինչ առաջարկել եմ, չեմ առաջարկել, որովհետև ձանձրացել էի կամ որովհետև ուզում էի ինձ լավ զգալ։ Ես արել եմ, որովհետև դուք երկուստ իմ կյանք բերեցիք մի բան, որը տարիներ շարունակ չունեի։ Դուք ինձ հիշեցրիք, թե ինչ է նշանակում մարդ լինել, ինչ է նշանակում իրականում ինչ-որ մեկի հետ կապվել։ Եվ ես թույլ չեմ տա, որ հորաքրոջս վախը, կամ ձեր սեփական վախը, դա մեզնից խլի։ Ինչպես կարող եք այդքան վստահ լինել։ Որովհետև երկար ժամանակ անց առաջին անգամ ես արթնանում եմ առանց այդ ծանրության կրծքում։ Որովհետև լսում եմ Յուլիայի ծիծաղը, զգում, որ կյանքը դեռ արժե ապրել։ Որովհետև երբ նայում եմ քեզ, տեսնում եմ ուժ, արժանապատվություն, անկեղծ բարություն, որը հազվադեպ է այս աշխարհում, որտեղ ես ապրում եմ։ Նա դադար տվեց։ Եվ որովհետև, նույնիսկ եթե դու չես նկատում, դու նույնպես ավելի քիչ լարված ես, ավելի քիչ վախեցած։ Դու թույլ ես տալիս, որ Յուլիան երեխա լինի, երազի, հավատա, որ լավ բաներ կարող են պատահել։ Դա քիչ բան չէ, Անահիտ։ Նա երկար նայեց նրան, Խորենը տեսավ նրա աչքերում արտացոլված ներքին պայքարը։ Վերջապես նա դանդաղ գլխով արեց։ Լավ։ Կշարունակենք, բայց մի պայմանով։ Եթե ձեր հորաքույրը իմ մասին մի բան բացահայտի, որը ձեզ ստիպի կասկածել, խոստացեք, որ ինձ բացատրելու հնարավորություն կտաք, նախքան որևէ որոշում կայացնելը։ Խոստանում եմ։ Բայց դա տեղի չի ունենա, որովհետև բացահայտելու ոչինչ չկա, այնպես չէ՞։
Ճիշտ է, հաստատեց Անահիտը։ Գաղտնիքներ չկան, ոչ մի մութ անցյալ։ Միայն քրտնաջան աշխատանքի կյանք մի քանի սովորական սխալներ, որոնք բոլորն են գործում։ Ուրեմն մենք անհանգստանալու ոչինչ չունենք։ Բայց երկուսն էլ գիտեին, որ Սիրանուշի ստվերն ընկել է իրենց միջ, որ իրենց կառուցած փխրուն խաղաղությունը պատրաստվում էր իսկապես փորձության ենթարկվել։ Հաջորդ օրերը տարօրինակ էին։ Խորենը փորձում էր պահպանել բնականոնությունը, շարունակում էր խաղալ Յուլիայի հետ, զրուցել Անահիտի հետ, բայց օդում լարվածություն կար, որը նախկինում չկար։ Անահիտն ավելի զգույշ դարձավ, ավելի պրոֆեսիոնալ, փորձելով պահպանել մի հեռավորություն, որը նախկինում չկար։ Յուլիան զգում էր։ Փոփոխությունը շփոթվում էր, անընդհատ հարցնելով, թե արդյոք սխալ բան է արել։ Մեկ շաբաթ անց Ռուբեն Պետրոսյանն իր զեկույցը հանձնեց Սիրանուշին։ Նա սպասումով բացեց ծրարը, հույս ունենալով գտնել ինչ-որ բան, ցանկացած բան, որը կհաստատեր իր կասկածները։ Բայց մինչ կարդում էր, նրա արտահայտությունը վստահությունից փոխվեց զարմանքի, ապա ամոթի նման մի բանի։ Զեկույցը մանրամասն ամբողջական էր։ Անահիտ Սարգսյանը մեծացել էր մանկատանը, երբեք չէր ճանաչել ծնողներին։ 18 տարեկանում դուրս էր եկել, աշխատել տարբեր ազնիվ աշխատանքներում, մատուցողուհուց մինչ դայակ, միշտ լավ երաշխավորագրերով։ Հղիացել էր 28 տարեկանում, երեխայի հայրն ամուսնացած տղամարդ էր, որն անհետացել էր հենց իմացել էր հղիության մասին։ Այդ ժամանակվանից Անահիտն անխոնջ աշխատել էր դստերը մեծացնելու համար, երբեք չէր խախտել իր պարտականությունները, երբեք խնդիրներ չէր ունեցել օրենքի հետ, հարանների շրջանում հայտնի էր որպես աշխատասեր արժանապատիվ կին։ Կասկածելի պարտքեր չկային, կախվածություններ չկային, բացարձակապես ոչինչ չկար, որը կվկայեր կասկածը։ Լի բնավորության մասին։ Իրականում, զեկույցում ամենաշատը տպավորում էին հարանների վկայությունները։ Բոլորը Անահիտի մասին խոսում էին հարգանքով, հիացմունքով, նկարագրելով, թե ինչպես էր նա միշտ օգնում, երբ կարող էր, ինչպես էր լավ հոգ տանում դստեր մասին, նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով, ինչպես երբեք չէր բողոքում դժվարություններից։ Մի տարեց Հարանուհի նշել էր, որ Անահիտը հաճախ իր համար ուտելիք էր բերում, երբ նկատում էր, որ տիկինը կարիքի մեջ է, նույնիսկ երբ ինքը հազիվ ուտելու բան ուներ։ Սիրանուշը փակեց զեկույցը դրեց սեղանին, կրծքում ծանրություն զգալով։ Նա սխալվել էր։ Լիովին սխալվել էր։ Եվ ավելի վատ, նա դաժան անարդար էր վարվել Անահիտի, հատկապես այդ անմեղ երեխայի հետ։ Հարցն այժմ այն էր, թե ինչ անել այս տեղեկության հետ։ Նա կարող էր պարզապես պահել զեկույցը, շարունակել հեռվից դիտել, բայց նրա ներսում ինչ-որ բան, մի բան, որը նա այդքան երկար թաղված էր պահել, այլ գործողություն էր պահանջում։ Գուցե ժամանակն էր խոստովանել, որ ոչ միշտ է ինքը ճիշտ։ Գուցե ժամանակն էր վստահել Խորենի դատողությանը, ունել, որ նա ունակ է իր սեփական որոշումները կայացնելու։ Եվ գուցե, միայն գուցե ժամանակն էր ընդունել, որ երբեմն ամենաիսկական ընտանիքները նրանք են, որոնք մենք ընտրում ենք, ոչ թե նրանք, որոնք արյունն է մեզ պարտադրում։ Սիրանուշը վերցրեց հեռախոսը, հավաքեց Խորենի համարը, բայց անջատեց, նախքան նա կպատասխաներ։ Ոչ, այս զրույցը չէր կարող հեռախոսով լինել։ Նա պետք է դա աներ անձամբ, պետք է աներ ճիշտ ձով։ Եվ ամենակարևորը, պետք է գնար այնտեղ, որտեղ ապրում էր Անահիտը, իր աչքերով տեսներ, թե որտեղից է գալիս այդ կինը, հասկանար այն իրականությունը, որին նա բախվում էր ամեն օր։ Այսպես, մի անձրոտ շաբաթ օր, Սիրանուշ Մանուկյանը հայտնվեց իր շքեղ մեքենայի հետի նստատեղին, Երանով անցնելով դեպի Մալաթիա Սեբաստիա, մի թաղամաս, որտեղ նա երբեք չէր եղել, որի մասին միայն լուրերից ու վիճակագրությունից մշուշոտ պատկերացում ուներ։ Այն, ինչ նա այնտեղ կգտներ, պատրաստվում էր ամբողջովին փոխել նրա տեսակետը Անահիտի, Յուլիայի այն մասին, թե իրականում ինչ է նշանակում ընտանիք։ Մալաթիա Սեբաստիան բոլորովին այլ աշխարհ էր, քան կենտրոնը, որտեղ Սիրանուշն անցկացրել էր իր ողջ կյանքը։ Փողոցները նեղ էին ու վատ ասֆալտապատ, տները կուտակված էին իրար վրա, աղյուսի ինքնաշեն կառույցների քաոսային խառնուրդով, էլեկտրական լարերը վտանգավոր սարդոստայնների պես հատում էին երկինքը, իսկ մարդիկ անհարթ մայթերով քայլում էին այն բնորոշ տապողականությամբ, որը հատուկ է շատ անելիք քիչ ժամանակ ունեցողներին։ Սիրանուշի վարորդը դանդաղ էր վարում, ակնհայտորեն անհարմար զգալով այդ անծանոթ միջավայրում, անընդհատ ստուգելով հեռախոսի գպսը։ Սիրանուշը դիտում էր ամեն ինչ պատուհանից, անհարմարության աճող հասկացողության խառնուրդով։ Սա Անահիտի աշխարհն էր, այն վայրը, որտեղից նա ամեն օր գալիս էր, քաղաքն անցնելով Խորենի պենթհաուսում աշխատելով։
Հեռավորությունը միայն աշխարհագրական չէր, այլ իրականությունների անդունդ, առաջին անգամ Սիրանուշը սկսեց հասկանալ այն մասշտաբը, ինչին Անահիտը բախվում էր ամեն օր։ Հասցեն նրանց տարավ 3 հարկանի ցածր շենքի մոտ, որի ներկը թափված էր, որն ուներ բետոնե արտաքին աստիճանավանդակ։ Սիրանուշը խորը շունչ քաշեց, մտովի պատրա։ Ստվելով, ապա խնդրեց վարորդին մեքենայում սպասել։ Նա բարձրացավ երկրորդ հարկ, նրա բարձրակրունկ կոշիկներն արձագանքում էին բետոնի վրա, թակեց 23 բնակարանի դուռը։ Ո՞վ է, հարցրեց մի մանկական ձայն մյուս կողմից։ Յուլիա, ես եմ, Սիրանուշ Մանուկյանը։ Մայրիկը, տանն է։ Լռություն տիրեց, հետո շտապողական քայլերի ձայն շշուկներ։ Վերջապես դուռը բացվեց, հայտնվեց Անահիտը, տնային պարզ հագուստով, դեմքին զարմանքի անհանգստության խառնուրդ։ Տիկին Մանուկյան, ինչ եք անում այստեղ։ Կարող եմ ներս մտնել։ Պետք է խոսենք։ Անահիտը տատանվեց, ակնհայտորեն անհարմար զգալով, բայց հետո դուռն ավելի լայն բացեց։ Իհարկե, ներս եկեք։ Ներեցեք անկարգության համար, հյուր չէի սպասում։ Սիրանուշը ներս մտավ, ստիպված էր գիտակցաբար ջանք գործադրել, որպեսզի ցնցումը չերա իր դեմքին։ Բնակարանը մանլիկ էր, մեկ սենյակ, որը ծառայում էր որպես հյուրասենյակ, ննջասենյակ, մահճակալի տարածքը առանձնացված էր վարագույրով, իսկ մի անկյունում փոքրիկ ամերիկյան խոհանոց կար։ Բայց այն, ինչ իրականում գրավեց Սիրանուշի ուշադրությունը։ Ոչ թե չափն էր կամ պարզությունը, այլ այն ակնհայտ խնամքը, որով պահպանվում էր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Ամեն ինչ մաքուր կոկիկ էր, պատերը ծածկված էին խնամքով փակցված մանկական նկարներով, ինքնաշեն ծաղկամանում պլաստմասե ծաղիկներ կային, գունավոր բարձիկներ փորձում էին կյանք հաղորդել հին բազմոցին, որը նա ծառայում էր որպես Յուլիայի մահճակալ։ Դա աղքատ տուն էր, բայց սիրով ստեղծված տուն։ Յուլիան նստած էր բազմոցին, գիրքը ծնկներին, դիտում էր Սիրանուշին այն հետաքրքրասիրության զգուշության խառնուրդով, որը միայն երեխաներն են կարող այդքան ազնվորեն արտահայտել։ Աղջիկը վեր կացավ, վազեց մոր հետը, երբ Սիրանուշը մոտեցավ։ Մի վախեցիր, Յուլիա, մեղմ ասաց Սիրանուշը, նրա ձայնը շատ տարբեր էր այն կոշտ տոնից, որը նա օգտագործել էր վերջին անգամ հանդիպելիս։ Ես այստեղ չեմ եկել չար լինելու համար։ Իրականում, եկել եմ ներողություն խնդրելու։ Անահիտը թարթեց, ակնհայտորեն չսպասելով այս խոսքերին։ Նստեք, խնդրեմ, ասաց նա, մատնացույց անելով բազմոցը։ Սուրճ կառաջարկեմ։ Շատ չէ, բայց… Պետք չէ, ընդհատեց Սիրանուշը, բայց մեղմ ձով։ Ես պարզապես պետք է ձեզ հետ խոսեմ, պետք է որ դուք ինձ լսեք մինչ վերջ, նախքան որևէ բան ասելը։ Անահիտը գլխով արեց, նստեց Յուլիայի կողքին, պաշտպանողաբար գրկեց դստեր ուսերը։ Սիրանուշը քաշեց միակ արկա աթոռը, նստեց, ձեռքերը ծնկներին միահյուսած մի կեցվածք, որը հեռու էր իր սովորական վեհկեցվածքից։ Ես ձեր մասին հետաքննություն եմ արել, սկսեց Սիրանուշը, ընտրելով լիակատար ազնվությունը։ Մասնավոր քննիչ եմ վարձել ձեր կյանքի, անցյալի, մտադրությունների մասին ամեն ինչ բացահայտելու համար։ Եվ գիտեք, թե նա ինչ գտավ։ Բացարձակապես ոչինչ, որը կհաստատեր իմ կասկածները։ Իրականում, այն ամենը, ինչ ես բացահայտեցի, միայն ապացուցեց, թե որքան սխալ էի։ Անահիտը լարվեց, նրա ձեռքերն ավելի ամուր սեղմեցին Յուլիային։ Դուք իմ կյանքը հետաքննել եք տվել։ Այո, նախքան բարկանալը, թե դրա ամեն իրավունքն ունեք, թույլ տվեք բացատրեմ, թե ինչու։ Սիրանուշը խորը շունչ քաշեց։ Երբ Խորենը 27 տարեկան էր, նոր էր ստանձնել ընտանեկան բիզնեսը ծնողների մահից հետո։ Նա հանդիպեց Էլեին անունով մի կնոջ։ Նա գեղեցիկ էր, հմայիչ, կարծես անկեղծորեն հետաքրքրված լիներ նրանով։ Խորենն արագ սիրահարվեց, լիովին։ Բայց ես սկզբից կասկածում էի։ Զգույշ հետաքննություն արեցի, բացահայտեցի, որ նա հարուստ տղամարդկանց հետ հարաբերությունների պատմություն ուներ, որոնք միշտ ավարտվում էին շահավետ ֆինանսական պայմանավորվածություններով։ Ես Խորենին ներկայացրի ապացույցները, բայց նա այնքան սիրահարված էր, որ չցանկացավ հավատալ։ Հավատաց միայն այն ժամանակ, երբ նա ինքը խոստովանեց, երբ նա վթարի ենթարկվեց մնաց սայլակին։ Նա անհետացավ մի գիշերվա մեջ, նույնիսկ չհրաժեշտ տալով։ Սիրանուշը դադար տվեց, Անահիտը տեսավ անկեղծ ցավը նրա աչքերում։ Դրանից հետո այլ կանայք փորձեցին մոտենալ, բայց Խորենը փակվել էր։ Նա մեկուսացավ, հեռացավ ամեն ինչից, բոլորից։ Եվ ես ինքս ինձ խոստացավ, որ այլս երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը նրան այդպես վիրավորի։
Այնպես որ այո, երբ տեսա ձեր դստերը նրա կյանքում այդքան արագ, այդքան խորը, իմ պաշտպանական բնազդները գործի անցան։ Ես ենթադրեցի ամենավատը, առանց ձեզ ճանաչելու, առանց կասկածի առավելություն տալու։ Եվ դրա համար անկեղծորեն ներողություն եմ խնդրում։ Անահիտը յուրացրեց լսածը, նրա աչքերը հառած էին Սիրանուշին։ Ես հասկանում եմ, թե ինչու եք այդպես վարվել, ասաց նա վերջապես, ձայնը մեղմ, բայց հաստատուն։ Եթե ես որդի ունենայի, նա այս ամենի միջով անցներ, հավանաբար նույնն անեի։ Բայց պետք է մի բան հասկանաք, տիկին Մանուկյան։ Ես ձեր եղբորորդու հետից չեմ եկել։ Ես ոչինչ չեմ պլանավորել։ Ամեն ինչ իմ դստեր մեղքով էր, որը տեսավ մի մենակ մարդու պարզապես ցանկացավ նրա հետ ապրել։ Եվ այն ամենը, ինչ հետո տեղի ունեցավ, նրա օգնության առաջարկն էր, ոչ թե իմ խնդրանքը։ Ես սկզբում նույնիսկ հրաժարվեցի, որովհետև շատ լավ գիտեմ, թե ինչպես է աշխարհը գործում, գիտեմ, որ ինձ նման մարդիկ ձեզ նման մարդկանց հետ չեն խառնվում առանց խնդիրների։ Ես դա հիմա գիտեմ, խոստովանեց Սիրանուշը։ Կարդացի քննիչի զեկույցը։ Գիտեմ, որ դուք մեծացել եք մանկատանը, որ ամբողջ կյանքում աշխատել եք, որ Յուլիային միայնակ եք մեծացրել մեծ արժանապատվությամբ։ Գիտեմ, որ ձեր հարանները ձեր մասին խոսում են հարգանքով, հիացմունքով։ Գիտեմ, որ ձեր անցյալում բացարձակապես ոչինչ չկա, որը վատ բնավորության մասին վկայի։ Եվ գիտեմ, որ ես հիմա այստեղ եմ, որովհետև պետք է խոստովանեմ, որ սխալ էի։ Յուլիան, որը ուշադիր լսում էր ամեն ինչ, վերջապես խոսեց, նրա բարակ, բայց պարզ ձայնով։ Դուք թույլ կտաք, որ մենք մնանք Քերի Խորենի հետ։ Որովհետև ես նրան շատ եմ սիրում, կարծում եմ, որ նա էլ մեզ է սիրում։ Սիրանուշը նայեց այդ փոքրիկ աղջկան, այնքան փոքր, բայց այնքան քաջ, որն իր զգացած սերը պաշտպանում էր մի ազնվությամբ, որը մեծահասակները հազվադեպ են կարողանում։ Եվ Սիրանուշի ներսում ինչ-որ բան, որը տարիներ շարունակ կարծրացած էր, սկսեց զիջել։ Կթողնեմ, սիրելիս։ Եվ ավելին, կցանկանայի նա քեզնից ներողություն խնդրել, որ չար էի, երբ հանդիպեցինք։ Ոչինչ, ասաց Յուլիան երեխաներին բնորոշ ներելու այդ հեշտությամբ։ Մայրիկս միշտ ասում է, որ բոլորն էլ երբեմն սխալվում են, կարորը գիտակցելն ու ավելի լավը լինելու փորձն է։ Մայրդ շատ իմաստուն է, ասաց Սիրանուշը, անկեղծ հարգանքով նայելով Անահիտին։ Եվ դու բախտավ, որ ես, որ այդպիսի մայր ունես։ Անահիտը թեթակի կարմրեց։ Տիկին Մանուկյան, չգիտեմ ինչ ասել։ Ես զարմացած եմ, որ դուք եկել եք այստեղ։ Ես պետք է տեսնեի, բացատրեց Սիրանուշը։ Պետք է հասկանայի, թե որտեղից եք դուք գալիս, ինչի հետ եք բախվում։ Եվ հիմա, երբ տեսա, էլ ավելի եմ հիանում այն կնոջով, որը դուք եք։ Այսպիսի դուստր մեծացնելը, այս պայմաններում, պահպանելով այդքան արժանապատվություն սեր, արտասովոր բան է։ Անում ենք այն, ինչ կարող ենք, նրանով, ինչ ունենք, պարզ ասաց Անահիտը։ Եվ Յուլիան իմ ուժն է, նա ստիպում է ինձ ավելի լավը լինել, ավելի շատ աշխատել, ավելի շատ պայքարել։ Սիրանուշը մի պահ լռեց, դիտելով մորն ու դստերը միասին այդ հին բազմոցին, գիտակցեց, թե որքան գույր է եղել իր սեփական անցյալի փորձառություններից։ Հենց այդ պահին նա որոշում կայացրեց։ Անահիտ, ես այստեղ եկել եմ ներողություն խնդրելու, բայց նա առաջարկ անելու։ Կցանկանայի հնարավորություն ունենալ ձեզ իսկապես ճանաչելու, առանց նախապաշարմունքների։ Կցանկանայի Խորենի կյանքի մի մասը լինել այնպես, որը ոչ միայն պաշտպանողական, վերահսկող լինի։ Եվ կցանկանայի փորձել ձեզ հետ հարաբերություններ կառուցել, եթե դուք թույլ տաք։ Անահիտը զարմացած նայեց նրան։ Դուք դա լուրջ եք ասում։ Այո։ Գիտեմ, որ հեշտ չի լինի, որ իմ գործողություններով պատ եմ կառուցել մեր միջ։ Բայց եթե դուք Խորենը պատրաստ եք ինձ հնարավորություն տալ, խոստանում եմ, որ կփորձեմ ավելի լավը լինել։ Կփորձեմ վստահել, կփորձեմ ձեզ տեսնել այնպես, ինչպես Խորենն է տեսնում, ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես օրհնություն։ Արցունքներ սկսեցին հոսել Անահիտի դեմքով։ Նա երբեք չէր պատկերացրել, որ այդ հզոր ահազդու կինը կգա իր համեստ տուն, ներողություն խնդրելու խաղաղություն առաջարկելու։ Ես ընդունում եմ, ասաց նա խեղդված ձայնով։ Եվ շնորհակալ եմ, որ եկել եք, որ ջանք եք գործադրել հասկանալու համար։ Յուլիան ցատկեց բազմոցից, բոլորի, այդ թվում Սիրանուշի համար անսպասելի, վազեց գրկեց տարեց կնոջը։ Հիմա մենք կարող ենք ընկերներ լինել, հայտարարեց նա այն մանկական վստահությամբ, որը կասկածի տեղ չի թողնում։ Սիրանուշը, որը չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ երեխայի
Կողմից գրկվել մի պահ անշարժ մնաց, նախքան դանդաղորեն պատասխանելը գրկախառնությանը։ Կարող ենք, սիրելիս։ Կարող ենք։ Երբ Սիրանուշը վերադարձավ իր մեքենան, նա իրեն այլ կերպ էր զգում, ավելի թեթ, կարծես մի բեռ, որը տարիներ շարունակ կրում էր, վերջապես մի կողմ էր դրվել։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց Խորենին։ Պետք է խոսենք։ Հիմա գալիս եմ քո տուն։ Հորաքույր, որտեղ էիր, անհանգստացած հարցրեց Խորենը։ Անում էի մի բան, որը պետք է վաղուց անեի, խոստովանում էի, որ սխալ էի։ Երբ Սիրանուշը հասավ Խորենի պենթհաուս, գտավ եղբորորդուն անհամբեր սպասելիս հյուրասենյակում։ Նա նրան դիմավորեց զգուշավոր արտահայտությամբ, ակնհայտորեն չիմանալով, թե ինչ սպասել։ Հորաքույր, ինչ է կատարվում։ Լավ ես։ Ավելի լավ եմ, քան երկար ժամանակ եղել եմ, պատասխանեց նա, նստելով բազմոցին նշան անելով, որ նա մոտենա։ Խորեն, պետք է քեզ պատմեմ, թե որտեղ եմ եղել, ինչ եմ արել։ Նա պատմեց ամեն ինչ, հետաքննությունից, որը պատվիրել էր, մինչ Մալաթիա Սեբաստիա այցը, իր սխալ եզրակացություններից մինչ ներողություն խնդրելը։ Խոր։ Էնը լուր լսում էր նրան, նրա արտահայտությունն անցնում էր մի քանի հույզերի միջով, զայրույթ հետաքննության համար, զարմանք սխալը խոստովանելու համար, վերջապես թեթացում։ Հորաքույր, ինչու սկզբից չվստահեցիր իմ դատողությանը։ Որովհետև վախենում էի, խոստովանեց Սիրանուշը։ Վախենում էի քեզ նորից տառապելիս տեսնել, վախենում էի, որ քեզ կխաբեն, վախենում էի կորցնել իրավիճակի վերահսկողությունը։ Բայց այն, ինչ այսօր հասկացա, այն է, որ փորձելով քեզ պաշտպանել բոլոր հնարավոր չարիքներից, ես քեզ խանգարում էի ապրել։ Եվ դա պաշտպանություն չէ, այլ բանտ։ Խորենը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Դու չգիտես, թե որքան էի ես պետք լսելու սա։ Չգիտես, թե որքան դժվար է եղել ապրել այս անորոշության մեջ, ցանկանալով երջանիկ լինել, բայց զգալով, որ ինչ-որ կերպ քեզ դավաճանում եմ։ Դու երբեք չէիր կարող ինձ դավաճանել, Խորեն։ Ես էի քեզ դավաճանում, չվստահելով քեզ, չհավատալով, որ դու ունակ ես քո սեփական որոշումները կայացնելու, քո սեփական հետանքներով ապրելու։ Նա դադար տվեց։ Անահիտն արտասովոր կին է։ Եվ Յուլիան, յո։ Ուրահատուկ երեխա է։ Դուք հազվագյուտ բան եք գտել, Խորեն։ Գտել եք անկեղծ կապ, ես չափազանց կույր էի դա տեսնելու համար։ Ուրեմն այլս չես փորձի մեզ բաժանել։ Ոչ միայն չեմ փորձի ձեզ բաժանել, այլ կանեմ հնարավորը ձեզ աջակցելու համար։ Եթե նրանք ցանկանան, իհարկե։ Նրանք կցանկանան, ժպիտով ասաց Խորենը։ Հատկապես Յուլիան, նա վրեժ խնդիր չէ։ Ես նկատեցի, ժպտաց նա Սիրանուշը։ Այդ աղջիկը հսկայական սիրտ ունի։ Ինչպես մայրը ավելացրեց Խորենը, Սիրանուշը չվրիպեց եղբորորդու ձայնի հատուկ տոնը, երբ նա խոսում էր Անահիտի մասին։ Դու սիրահարվել ես նրան, այնպես չէ։ Դա հարց չէր, այլ հաստատում։ Խորենը տատանվեց, բայց հետո գլխով արեց։ Այո։ Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել։ Եվ ես վախենում եմ, հորաքույր։ Վախենում եմ, որ բավարար չեմ, վախենում եմ, որ նա այստեղ է միայն երախտագիտությունից դրդված, վախենում եմ փչացնել միակ լավ բանը, որ տեղի է ունեցել իմ կյանքում տարիներ շարունակ։ Ուրեմն դու պետք է քաջ լինես, Խորեն։ Քաջ լինես անկեղծ լինելու քո զգացմունքների մասին։ Եվ պետք է վստահես, որ եթե Անահիտը չպատասխանի փոխադարձությամբ, դա կլինի, որովհետև նա անկեղծորեն նույնը չի զգում, ոչ թե խղճահարությունից կամ աշխատանքը կորցնելու վախից։ Տուր նրան ընտրելու հնարավորություն, իսկապես։ Իսկ եթե նա ասի, ոչ, այդ դեպքում դու կհաղթահարես դա, ինչպես այն ուժեղ տղամարդը, որին ես գիտեմ։ Բայց գոնե կյանքիդ մնացած մասը չես անցկացնի, հարցնելով իսկ եթե։ Հաջորդ շաբաթները աստիճանական, բայց խորը փոփոխությունների շրջան էին։ Սիրանուշը սկսեց պարբերաբար այցելել պենթհաուս, բայց այժմ նրա այցերն այլ էին։ Նա զրուցում էր Անահիտի հետ առօրյա բաների մասին, անկեղծորեն հետաքրքրվում նրա կարծիքներով, հարցնում Յուլիայի նրա դպրոցական զբաղմունքների մասին։ Եվ աղջկա հետ Սիրանուշը անսպասելի հաճույք բացահայտեց։ Նա սկսեց փոքրիկ նվերներ բերել, մասնակցել նկարչական զբաղմունքներին, լսել անվերջ պատմությունները, որոնք Յուլիան պատմում էր այդքան ոգորությամբ։ Մի օր Սիրանուշն առաջարկեց Յուլիային դպրոցից վերցնել, ասելով, որ ցանկանում է ծանոթանալ այդ նոր միջավայրին, որն այդքան կարևոր էր դարձել աղջկա կյանքում։ Անահիտը համաձայնեց, դեռ մի փոքր տատանվելով, բայց պատրաստ վստահելու։
Երբ Սիրանուշը իր շքեղ մեքենայով հասավ դպրոց, Յուլիան վազելով դուրս եկավ ուրախությամբ գրկեց նրան, ներկայացնելով ուսուցիչներին ընկերներին որպես իր տատիկ, մտտիտղոս, որը Սիրանուշը չուղեց, որը նրան լցրեց անսպասելի հուզմունքով։ Պենթհաուսում նույնպես ամեն ինչ փոխվում էր։ Խորենն ու Անահիտը, որոնք նախկինում հարգալից հեռավորություն էին պահում, սկսեցին ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Նա սկսեց օգնել նրան խոհանոցում, զրուցելով, մինչ նա ճաշ էր պատրաստում։ Նա սկսեց միանալ նրան Յուլիային երեկոյան ընթերցումների ժամանակ, նստելով մոտակա բազմոցին, մինչ Խորենը կյանք էր հաղորդում մանկական գրքերի կերպարներին։ Նրանց միջ աճող հարմար ավետուտ։ Յուն կար մի մտերմություն, որը կառուցվում էր դանդաղ, բայց ամուր։ Մի ուրբաթ երեկո, երբ Յուլիան վերջապես քնել էր իր սենյակում, Խորենը որոշեց քաջ լինել։ Անահիտը խոհանոցում էր, ավարտելով ընթրիքի վերջին գործերը, երբ նա մոտեցավ։ Անահիտ, կարող ենք խոսել։ Նա շրջվեց, ձեռքերը սրբիչով չորացնելով։ Իհարկե, ինչ-որ բան է պատահել։ Ոչ այնքան, բայց մի բան կա, որ պետք է քեզ ասեմ, դա ինձ ներսից ուտում է շաբաթներ շարունակ։ Անահիտը նստեց խոհանոցի սեղանի շուրջ, հանկարծակի նյարդայնացած։ Խորենը սայլակը դրեց նրա դիմաց, խորը շունչ քաշեց սկսեց։ Երբ Յուլիան ինձ այդ գիշեր բարի հրավիրեց, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց։ Կարծես մի անջատիչ միացավ տարիներ շարունակ մթության մեջ լինելուց հետո։ Եվ երբ դու հայտնվեցիր իմ կյանքում, բերեցիր ավելին, քան պարզապես քո հրաշալի դստերը։ Բերեցիր ներկայություն, բերեցիր ջերմություն, բերեցիր մի բան, որը ես նույնիսկ չգիտեի, որ պակասում է։ Անահիտը լուր լսում էր նրան, նրա սիրտը գնալով ավելի արագ էր բաբախում։ Ես սիրահարվել եմ քեզ, Անահիտ, ասաց Խորենը, նրա ձայնը հաստատուն էր, չնայած վախին։ Չգիտեմ, թե երբ է դա տեղի ունեցել, արդյոք դա առաջին անգամն էր, երբ դու այդքան կատաղի պաշտպանեցիր դստերդ, թե երբ տեսա քեզ երգելիս մաքրություն անելիս, թե այն միլիոնավոր փոքր պահերից մեկում, որոնք մենք կիսել ենք։ Բայց դա տեղի ունեցավ, ես այլս չեմ կարող ծածնել, թե դա չեմ զգում։ Անահիտը անշարժ մնաց, արցունքները սկսեցին լուր հոսել նրա դեմքով։ Խորեն, սկսեց նա, ձայնը դողում էր։ Սպասիր, թույլ տուր ավարտեմ, խնդրեց նա։ Գիտեմ, որ մեր իրավիճակը բարդ է։ Գիտեմ, որ դու կարող ես մտածել, որ իմ հանդեպ ինչ-որ բան ես զգում միայն երախտագիտությունից, կամ անվտանգության համար, կամ որովհետև ես փոխել եմ ձեր կյանքը։ Եվ եթե դա այդպես է, ես կհասկանամ։ Կհարգեմ, դա ոչինչ չի փոխի նրանից, ինչ ես առաջարկել եմ քեզ Յուլիային։ Բայց եթե ինչ-որ հրաշքով դու զգում ես նույնիսկ մի մասնիկն այն բանի, ինչ ես եմ զգում քո հանդեպ, ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ եմ լիովին մարմնով հոգով, պատրաստ մեզ հետ իրական ինչ-որ բան կառուցելու։ Անահիտը դեմքը ծածկեց ձեռքերով, ուսերը դողում էին։ Խո։ Լենը զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում, դա մեկնաբանելով որպես մերժում, բայց հետո նա իջեցրեց ձեռքերը, նա տեսավ, որ նա ժպտում է արցունքների միջից։ Դու ամենաանհավանական մարդն ես, որին երբե հանդիպել եմ, ասաց նա խեղդված ձայնով։ Եվ այո, ես սիրահարված եմ քեզ։ Կարծում եմ, այն օրվանից, երբ դու Յուլիայի համար կարդացիր այդ առաջին պատմությունը, ես քո աչքերում տեսա նույն քնքշությունը, որը ես էի զգում։ Բայց ես այնքան էի վախենում, Խորեն։ Վախենում էի, որ սա պարզապես երակայություն է, վախենում էի, որ երբ դու ինձ իսկապես ճանաչես, տեսնես, թե որտեղից եմ գալիս, գիտակցես, թե որքան տարբեր ենք, կկորցնես հետաքրքրություն։ Վախենում էի, որ ինքս ինձ խաբում եմ, բարությունը սիրո հետ շփոթելով։ Դա խաբկանք չէ, ասաց Խորենը, մեկնելով ձեռքը նրա ձեռքը բռնելու համար։ Դա ամենաիրական բանն է, որ երբես զգացել եմ։ Անահիտը միահյուսեց իր մատները նրա մատների հետ, նրանք այդպես մնացին երկար պահ, պարզապես բռնած ձեռքերը թույլ տալով, որ այդ զգացմունքի իրականությունը հաստատվի։ Վերջապես Խորենը նրբորեն քաշեց նրան ավ։ Ելի մոտ, նա կռացավ, մինչ նրանց դեմքերը նույն մակարդակի վրա հայտնվեցին։ Առաջին համբույրը մեղմ էր, տատանվող, լի բոլոր այն հույզերով, որոնք նրանք պահել էին իրենց մեջ։ Եվ երբ բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին, այն տեսակի ժպիտով, որը ծնվում է թանկարժեք բան գտնելու վստահությունից։ Հաջորդ ամիսները մի երջանկության շրջան էին, որը նրանցից ոչ մեկը նախկինում չէր զգացել։ Խորենն Անահիտին ամուսնության առաջարկ արեց մի պարզ երեկո, առանց շուքի արարողությունների, միայն ինքը, նա Յուլիան Պենթհաուսի հյուրասենյակում, աղջիկը ցատկոտում էր ուրախությունից գոռում, որ վերջապես իսկական հայր կունենա։
Սիրանուշը, երբ իմացավ նորությունը, գրկեց երկուսին էլ արցունքոտ աչքերով, ասելով, որ երբեք եղբորորդուն այդքան ամբողջական, այդքան իսկապես երջանիկ չի տեսել։ Հարսանիքը փոքր մտերմիկ էր, անցկացվեց հենց Պենթհաուսում, միայն մոտ ընկերների Անահիտի թաղամասի մի քանի գործընկերների հետ։ Յուլիան ամենահպարտ Հարսի քույրիկն էր, որը կարելի է պատկերացնել, հագել էր վարդագույն զգեստ, որը Սիրանուշը պատվիրել էր նրա համար, մատան։ Իները տանում էր սիրելի լրջությամբ։ Բայց իսկական փոփոխությունը տեղի ունեցավ, երբ Խորենն ու Անահիտը սկսեցին Յուլիային որդեգրելու գործընթացը։ Դա բյուրոկրատական էմոցիոնալ առումով լարված ճանապարհ էր, հարցազրույցներով, հոգեբանական գնահատումներով, սոցիալական աշխատողների այցելություններով։ Յուլիան ակտիվորեն մասնակցում էր, դատավորին ասելով իր նոր լրացած 6 տարվա ողջ համոզվածությամբ, որ Խորենն արդեն իր սրտի հայրն է, որ միայն պաշտոնական թուղթն է պակասում։ Երբ որդեգրումը վերջապես հաստատվեց մի հուզիչ դատական նիստում, որտեղ նույնիսկ դատավորը ստիպված էր աչքերը սրբել, Յուլիան այնքան ուժգին գրկեց Խորենին, որ նա զգաց, թե իր սիրտը կպայթի այդքան սիրուց։ Հիմա դու իմ իսկական հայրն ես, շշնջաց նա նրա ականջին։ Ընդմիշտ, հաստատեց նա, նրան գրկելով նույն ուժգնությամբ։ Պենթհաուսի կյանքը լիովին փոխվեց։ Այնտեղ, որտեղ նախկինում լռություն էր կատարելապես դասավորված իրեր, այժմ ցրված խաղալիքներ կային, պատերին փակցված նկարներ, միջանցքներով արձագանքող ծիծաղ։ Խորենի սայլակը զարդարված էր կպչուն պիտակներով, որոնք Յուլիան պնդում էր փակցնել, ասելով, որ այդպես ավելի գեղեցիկ է։ Սիրանուշը դարձավ մշտական ներկայություն, հպարտությամբ ստանձնելով տատիկի դերը, Յուլիային դպրոցից վերցնելով, տնային աշխատանքներին օգնելով, ծննդյան խնջույքներին մասնակցելով մի ուրախությամբ, որը նա չգիտեր, թե դեռ ունակ է զգալու։ Անահիտը շարունակում էր հոգ տանել տան մասին, բայց այժմ որպես տիրուհի, ոչ թե աշխատող։ Նա յուրաքանչյուր անկյուն զարդարեց անձնական շոյանքներով, ջերմություն, անհատականություն հաղորդելով այդ նախկինում սառը միջավայրերին։ Խորենը բացահայտեց սիրելիի կողքին արթնանալու, զրույցներով ծիծաղով նախաճաշելու, բիզնես հանդիպումներից վերադառնալու անվերապահորեն սիրող դստեր խանդավառ գրկախառնություններով դիմավորվելու հաճույքը։ Իսկ Անահիտը բացահայտեց, որ հնարավոր է, այո, պատկանել այդ աշխարհին, ոչ թե փոխելով, թե ով է ինքը, այլ լինելով հենց այն, ինչ միշտ է եղել, քաջության, արժանապատվության անսահման սիրո տեր կին։ Տարիներ անց, մի հանգիստ երեկո, Խորենը Պենթհաուսի պատշգամբում էր, դիտելով ներքում լուսավորված երանը։ Անահիտը եկավ նստեց նրա կողքին, միահյուսելով իր ձեռքը նրա ձեռքի հետ։ Յուլիան, այժմ 10 տարեկան նախադեռահաս, ներսում տնային աշխատանք էր անում Սիրանուշի հսկողության ներքո, նրանց ձայները լսվում էին ապակե դռան միջով։ Ինչի՞ մասին ես մտածում, մեղմ հարցրեց Անահիտը։ Խորենը ժպտաց։ Նրա մասին, թե որքան անկանխատեսելի է կյանքը։ Նրա մասին, թե ինչպես 5 տարեկան մի երեխա քաջություն ունեցավ անցնելու կարևոր մարդկանցով լի սրահով, սայլակի մեջ գտնվող անծանոթին բարի հրավիրելու համար։ Նրա մասին, թե ինչպես այդ պարզ պահը փոխեց բացարձակապես ամեն ինչ։ Անահիտը գլուխը հենեց նրա ուսին։ Յուլիան միշտ ունեցել է էականը տեսնելու շնորհք։ Նա սայլակը չտեսավ, քեզ տեսավ։ Նա տարբերություններ չտեսավ, տեսավ մեկին, ով ընկերակցության կարիք ուներ։ Նա ինձ փրկեց, Անահիտ։ Դուք երկուստ ինձ փրկեցիք։ Ես պարզապես գոյություն ունեի, պարզապես անցկացնում էի օրերս, առանց իսկապես ապրելու։ Եվ հետո դուք եկաք ցույց տվեցիք, որ կյանքը դեռ կարող է լինել ամբողջական, դեռ կարող է լինել գեղեցիկ, դեռ կարող է ունենալ իմաստ։ Դու էլ մեզ փրկեցիր, Խորեն։ Ինձ հնարավորություն տվեցիր լինելու ավելին, քան կարծում էի, թե կարող եմ լինել, ավելի մեծ երազելու, մի կյանք կառուցելու, որի մասին նույնիսկ չգիտեի, որ հնարավոր է։ Եվ Յուլիային տվեցիր հրաշալի հայր, մի բան, որը ես միշտ ցանկացել եմ նրա համար, բայց երբեք չեմ մտածել, որ կգտնեմ։ Նրանք մի պահ լուռ մնացին այնտեղ, պարզապես վայելելով այդ պահի խաղաղությունը։ Հետո Յուլիան հայտնվեց պատշգամբի դռան մոտ, ուսապարկը մեջքին։ Հայրիկ, մայրիկ, տատիկ Սիրանուշն ինձ տանելու է դպրոցի աշխատանքի համար նյութեր գնելու, լավ։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց Անահիտը։ Բայց շատ մի ուշացիր, դպրոցական գիշեր է։ Գիտեմ, պատասխանեց Յուլիան այն նախադեռահասի տոնով, որը սկսում էր հայտնվել։ Նա վազեց Խորենի մոտ, համբուրեց նրա ճակատը։ Սիրում եմ քեզ, հայրիկ։ Ես էլ քեզ եմ սիրում, արքայադուստր։
Երբ Յուլիան Սիրանուշի հետ դուրս եկավ, Խորենն Անահիտին ավելի մոտ քաշեց, նրանք այնտեղ մնացին, գրկախառնված, դիտելով քաղաքը։ Եվ այդ պահին Խորեն Մանուկյանը բացարձակ վստահությամբ գիտեր, որ գտել է այն, ինչ տարիներ շարունակ փնտրում էր, առանց իմանալու։ Դա ֆիզիկական բուժումը չէր, որը նա փնտրում էր, ոչ էլ խղճահարությունը, որից վախենում էր, ոչ էլ մեկուսացումը, որն ընդունել էր։ Դա պարզապես սա էր, իսկական սեր, ընտրված ընտանիք, անկեղծ պատկանելություն։ Մի աղքատ երեխա, մաքրուհու դուստր, անցել էր բոլոր սոցիալական արգելքները, բոլոր արարողակարգերը, բոլոր նախապաշարմունքները, պարզապես բարի հրավեր առաջարկելու համար։ Եվ այդ պարզ ժեստից ծնվել էր մի ընտանիք, որը մարտահրավեր էր նետում բոլոր սպասումներին, որն ապացուցում էր, որ սերը սոցիալական դասեր չի ճանաչում, որը ցույց էր տալիս, որ երբեմն ամենաիսկական կապերը ծնվում են ամենաանհավանական վայրերում։ Պենթհաուսում, որը նախկինում միայնության դամբարան էր, այժմ կյանք կար, սեր հույս։ Եվ այս ամենը, որովհետև 5 տարեկան մի աղջիկ քաջություն էր ունեցել տեսնելու սայլակից այն կողմ, տարբերություններից այն կողմ, վախից այն կողմ, պարզապես ձեռք մեկնել մի մարդու, որը տեսանելի լինելու կարիք ուներ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Խորենի, Անահիտի ու Լիայի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո հաղթահարման ընտանիքի այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Բարի հրավերը։ Սիրանուշի ներողությունը։ Յուլիայի որդեգրումը։ Կիսվեք մեզ հետ ձեր մտորումներով։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ մարդու իրական արժեքը ոչ թե նրա բանկային հաշվի մեջ է, այլ սիրելու սիրված լինելու ունակության մեջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կհուզի կոգեշնչի։ Մինչ այդ հիշեք, երբեմն ամենաիսկական ընտանիքը այն է, որը մենք ընտրում ենք սրտով։